Վերևից երազանքները պարզ են, խնդիրները չնչին։ Այստեղից հստակ է, սահմանափակ հնարավորությունները մարզում են մեզ, ստիպում կոտրել պատնեշներն ու հույսդ քեզ վրա դնել։ Փոքր տներում մեծ երազանքներ են ծնվում։ Թե ինչ տանեմ, որ Սուսանը ուրախանեն, որ լավ էլ գիտեք Սուսանին։ Այդ դրանք դե տվեք, այդ դեղին է տվեք։ Բանը մի կապեն որ Հա, հենց սենց էլ տվեք, ինչքան է այստեղ, այդքանն է տվեք։ Բայց քարտոֆ կստանաք, չէ։ Ինչ լավ գյուղը, ամեն ինչ ունեն։ Միակ ծաղկի խանութներ, կայլի ծաղկի խանութներ կան։ 5 հազարի խանութ ունենք գյուղում։ Չգիտեի այդ մեկը։ Իսկ ինչի պակաս ունեք այստեղ։ Որովհետև մենք ինչպես նայում ենք, ամեն ինչ ունեք։ Հա շատ ինքնաբավ։ Ունենք ճանապարհներն աղբամանի պակասներ ունենք մենակ, որ աղբամաններ դնեն, երեխեքի իրանց թղթերը չթափվեն, իրանց մանուշնի թղթերը, կոֆեի բաժակները։ Գյուղում ընդհանրապես ամեն ինչ կա, բացի բանկից, բանկ չունենք։ Բանկամատ չունենք, որ ասեմ։ Տաքսի ծառայությունը կա, չէ՞ գյուղ։ Ունենք տաքսիներ, գյուղի մեջ է։ Մակարավան տանեն, գերեզմաններ տանեն։ Բոլոր ծառայություններ ունենք։ Քարտոֆը ճարում էլի, չունեմ քեշ։ Հմ։ Սգողը տեղափոխվենք ստեղ ապրելու։ Հա, ամեն ինչ ունեն, սովորաբար գյուղական համայնքներում այդ որ բաներ պակասել են։ Միամս է տանից, չեք կարող քաղաքը վերել Հետաքրքիր է, հա, բայց հետո ինչ որ տարիքն է գալիս, որ արդեն հարաբերական է հետաքրքիր է ում համար որն է, էլի։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն շատ։ Ձեզ հաջողություն։ Դեպի Անի Խաչիկյանի արմատներով Մոնգերեքի հետ մենք եկել ենք Աչաջուր, Տավուշի մարզում ենք եւ հենց այստեղ են գալիս Անիի արմատները, Անին շատ կպած է իր հայրենի հողին ու ուզում եմ այն ինչ քիչ առաջ ինձ ասում էր կադրից դուրս, հիմա ասես արդեն նաեւ մարդկանց համար։ Ասում եմ, որ ես ամեն անգամ երբ որ գալիս եմ այստեղ, այնքան ուժ ու կյանք եմ ստանում, որովհետև երբ որ տեսնում ես, որ գյուղական համայնքում մարդիկ մտածում են, թե ինչ չկա, ու օրինակ այդ ցուցակը համալրում է կինոթատրոնը եւ սպորտ ակումբը, ու հասկանում ես իրանք ինչքան են ստեղծել ու ինչքան են ինքնաբավ, ինչքան մեծ նպատակներ ունեն, որ կարող են մտածել, որ գյուղական համայնքում այ պետքա սպորտային ակումբ արդեն ունենալ կամ կինոթատրոն։ Իսկ դա մեծ նշաձող անընդհատ ունենալու մասին է, ես այստեղից անընդհատ ուժ եմ ստանում այս մարդկանցից։ Իմիջիալոց Աչաջուրը շատ մեծ գյուղական համայնք է։ Մենք քիչ առաջ շատ ուրախությամբ նշում էինք, հա, այն փաստը, որ տես ծաղկի խանութ կա։ Մենք ծաղկի խանութում առանց խնդրի 5 ծաղկի խանութ կա։ Մենք ես չգիտեի, որ 5-ն են դրանք, բայց փաստորեն։ Գյուղում, որտեղ որ բոլորը ունեն հաստատ ծաղկանոց եւ ծաղիկներ, կա 5 ծաղկի խանութ։ Հա, այդ շատ լավ է։ Այստեղ կա վարսահարդարման սրահ։ Կարծես թե ամեն ինչ կա ու մնում է ուղակի այստեղ ապրել ու մարդկանցով չդատարկել արդեն գյուղը։ Բայց ինձ հետաքրքիր է, երբ քո մանկություններ այստեղ անցնում, այստեղ էլի ամեն բան կար, թե տարիների հետ այդ ամեն ինչ ավելացավ։ Ես ինչքան եկել եմ այստեղ ամեն անգամ զարմացել եմ, թե այդ տարի ընդունվող աշակերտների թվաքանակից, որովհետև մի տարի կար 100 առաջին դասարանցի գնացող կար։ Հետո ոգևորվել եմ, երբ որ եկել եմ իմացել եմ, որ տաքսի սերվիս է բացվում։ Հետո հաջորդ անգամ իմացել եմ, որ խմորեղենի խանութ է բացվում։ Այսինքն այստեղ մարդիկ ինքնաբավ են եւ ամեն անգամ արարում են, ստեղծում են, փորձում են գտնեն էլի նոր տարբերակ լինելու եւ ոչ թե գոյատևելու, այլ ինքնաբավ լինելու ու լինելու։ Լավ, առաջարկում եմ հիմա գնանք քո պապական տուն, վստահ եմ, որ կարոտած կլինես։ Հա, արի գնացինք, մեզ արդեն այնտեղ սպասում են անհամբեր։ Երեխեքի հետ ես սա ընդհատել։ Սաղ ետ չենք ծաղկացել։ Հապար մի գնա։
Հա ոչ չենք եղել։ Ցավը տանել։ Որ երեխեքը։ Ուրա ավիկը ստեղա։ Հա, Հիա, բարև այդտեղա։ արիավ ջան։ Привет։ Որև օպարջան։ Տեսան եկել է, չկտա։ Եկանք հեսը։ Օխ։ Ավիկն ու Տեսլան գալիս են աղբերներ, թե չէ ավիկը գալիս է Տեսլային քերի։ Հա, Հա։ դեռինա։ Դե քերին Դու ուզում ես մնաս դրսում խաղաս, թե գաս ներս։ Դե գնա խաղա։ Մենք է գնանք ներս։ Անի, քո արմատներով եկել ենք Աչաջուր, Մակարավանք։ Ինչ զգացողություններ երբ եկանք այստեղ, որովհետև այնպես չէ, որ ամեն օր գալու հնարավորություն ես ունենում։ Գիտես ոնց է, օրինակ ինձ համար այն ինչը որ շատ անձնական է, իսկ իմ իհարկե ես այստեղ չեմ ծնվել, բայց իմ արմատները այստեղից են նաև, ծննդավայրը եւ Մակարավանքը, որը որ շատ սակրալ է, շատ հոգեվոր, շատ իմն է, շատ դժվար է դրա մասին խոսել եւ ցույց տալ։ Բայց մյուս կողմից էլ ես հասկանում եմ, որ կան սակրալ բաներ, որոնք որ դու չպետք է մենակ քեզ պահես, պետք է դրանց մասին կիսվես։ Ես Մակարավանք այնպես չի որ հաճախ եմ եկել ու այդ էլի այդ շարքից է ինքը չի դարել ինձ համար սովորական ճանապարհ, ինքը շատ խորհրդանշական է ու շատ բեկումնային պահերի իմ կյանքում ճանապարհի եղել ու այս ամբողջ ընթացքում փորձում եմ հիշել նախորդ անգամներ օրինակ ինչ առիթով եմ եկել, ինչ խորհրդով եմ եկել ու ամեն մեկը ինչ որ կյանքի բեկումնային հատվածից առաջ կամ հետո է եղել։ Դրա համար ինքը պահպանել է իմ ներսում մի հատ շատ կարևոր փակ տեղի խորհրդանիշը, որ մենակ ես ու ինքը ունենք այդ հարաբերությունները։ Բարև ձեզ։ Օրնացեք դեր հայր։ Բարեկա։ Հավես, կամինչը։ Տեսլա։ Հա։ Տեսլա բարձրահին։ Օրնազգան։ Քնու ոչ։ Եկեք, համեցեք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Քո կյանքի որ բեկումնային փուլերն են կապվում այստեղի հետ։ Չեմ կարող այդպես ասել, որ դու գիտես, ես շատ դժվար եմ կարողանում անձնական ինչ-որ բաների մասին խոսել եւ պատմել, բայց ինչ-որ որոշումներ ընդունելուց հետո, երբ որ ես պետքա քայլ անեմ, արդեն որոշումը կայացրել եմ եւ քայլը պետք է անեմ, ես եկել եմ Աչաջուր, որ հողակցվեմ, իմ արմատներին կպնեմ ու վերցնեմ եւ իրանցից ուժը եւ իմաստությունը հաջորդ հող քայլերում չսխալվելու եւ անվերադարձ քայլեր չանելու։ Եղել է որ քայլը արդեն կատարելուց հետո եմ եկել այստեղ ու ոնց որ զրուցել իր հետ ինչքանով է ամեն ինչ ճիշտ ուղղությամբ գնում։ Եվ սայրը եւ հոգեվոր վայրերը ինձ համար այդ երկխոսության տաճարներն են։ Իմ ու իմ հոգեվոր եսի։ Անի, մենք ճանապարհին խոսում էինք այս մասին, որ կան բաներ, որոնք հիմա խոսում ենք ու զգում ենք ինչ-որ առումով նաև ամեն բջիջով, բայց փոքր տարիքում, ավելի վաղ հասակում հնարավոր է թվար կոնկրետ իմ պարագայում, հա, այն ինչ ես փոքր տարիքում համարում եի, որ վայ սա շատ պաթետիկ է, հիմա ինձ շատ հարազատ է ու ես հասկանում եմ, որ ես որոշակի ճանապարհ անցա երկիրը ընկալելու, Հայաստանը սիրելու, Հայաստանը ճանաչելով սիրելու, որի արդյունքում այնինչ տարիներ առաջ ինձ հնարավոր է պաթետիզմ թվար, հիմա ինձ թվում է, բայց ինչպես կարելի է դա պաթետիզմ համարել։ Դու ինչքանով երկիրը ճանաչելով սկսեցիր սիրել։ Սերը ուղիղ կապված է ճանաչելու հետ։ Դու սիրում ես այն ինչը որ ճանաչում ես, այն ինչ որ գիտես, խորքային, բացահայտել ես։ Այդ բացահայտելու գործընթացն է շատ կարևոր հետք թողում քո գիտակցության, քո ձևավորման վրա։
Ու ես բախտավոր եմ, որովհետև ունեմ տեղ, որտեղ կարող եմ գալ ավելի մոտենալու համար ինքս ինձ երկրին, երկրի մարդուն, որովհետև դու քաղաքային կյանքի, կենսակերպի, աղմուկի, կեղծ օրակարգերի, կեղծ կանոնակարգերի, կեղծ ստատուսների արանքում երբեմն վարակվում ես կամ հետևում ես խոսույթների եւ օրակարգերի, որոնք որ ընդհանրապես կապ չունեն տեղի մարդու հետ։ Ու դու չես էլ կարող երբեմն հասկանալ, որ որտեղից է գալիս այդ խոսույթը, ոնց է մտնում քո կենցաղ, ոնց է մտնում քո գիտակցության մեջ, բայց իրանք շատ արագ են, հեշտ են տարածվում, որովհետեւ այդ սինթետիկ իրականության մեջ դժվար է տարանջատել բնականը, էականը, ճշմարտությունը, իսկ այստեղ չկա այդ սինթետիկ իրականություն, ու այստեղ շատ արագ է առաջ գալիս մարդը իր ամբողջ տեսակով ու ձևով։ Այստեղ երբ որ ասում եմ, ես նկատի ունեմ բնականաբար ոչ միայն հենց Աչաջուրը, հա, կամ Տավուշի մարզը, այլ բնությունը եւ բնության մեջ եւ բնության հետ ապրող մարդուն։ Սիրո եւ ճանաչելու միջակայքում հավասարության նշան դնելու հետ կապված նաեւ ուզում եմ ասեմ, որ ես շատ կուզեի, որ դա դառնար նաեւ որոշակի պետական գաղափարախոսության մի մաս, որ ներդրվեր նաեւ կրթական համակարգում, ինչ որ տարիքից սկսած, ինչ որ դասարաններից սկսած, երբ որ ամեն տարի երեխաներին ամառային արձակուրդի ընթացքում կամ պլանային էքսկուրսիաների ընթացքում տանում են մի մարզ։ Իրանք այդտեղ գիշերում են, որովհետեւ որ դու սկսես 4-րդ, 5-րդ դասանից սկսած ամեն տարի ունենալ այդ փորձառությունը, որ այս տարի ուր ենք գնում, այս տարի որ քաղաքում, որ մարզում ենք լինելու, դու սկսում ես հավաքագրել եւ տեղեկությունը, դու սկսում ես սպասել, որ այդ շրջանը գալու է, դու նաեւ հետո ունենում ես քո ընկերների հետ հիշողություններ, որոնք որ քեզ կապում են քո տեղին, ու երբ որ դու մեծանում ես, ես վստահ եմ, որ այդ երեխեքը արդեն մեծ տարիքում, ավագ դպրոցում ամեն ինչ կանեն, որ իրանք ոչ թե մի գիշերակացով գնան, այլ 2-3 օր մնան, ավելի շատ շրջան է տարածքում, ավելի շատ բան տեսնեն ու բացահայտեն։ Չգիտեմ, ես երազում եմ, որ մի օր դա դառնա գաղափարախոսություն եւ դառնա ծրագիր եւ դա կախված չլինի մենակ հնարավորությունից։ Ի վերջո մենք էմոցիաներով ենք կապվում նաև մեր երկրին, իսկ այդ էմոցիաները երբ շոշափելի են, շատ ավելի խորն են։ Ու հիշողություն են դառնում, որովհետև ես վստահ եմ, որ երբ որ դու մեծանում ես ու հիշում ես քո երիտասարդության տարիների կամ մանկության պատանեկության ճամփորդությունները, որոնք որ ուղիղ կապված են ինչ-որ տեղի հետ, դու այդ տեղի հանդեպ այնպեսի արդեն մեծ սեր ես ունենում, որ հանկարծ ու ինչ որ մեկ ուզենա գա այդ տեղի հետ կապված այլ ոտնձգություն իրականացնի, քո մեջ այդ հույզերը քեզ արթնացնում են։ Եվ նաև այդտեղ վերջապես այդ տարաբաժանումը ոչ թե բացասական երանգով կհնչի, այլ դա կլինի քո հարստությունը եւ քո գունապնակը ամբողջացնողը եւ ոչ թե Երևանցի, Լոռեցի, Գյումրեցի, այդ կդառնա քո հարստությունը դու կսկսես սովորել նաև բարբառները։ Ու երբ որ ես ասում եմ, որ պետքա երկիրը ճանաչելու համար առնվազն բոլոր մարզերում լինես, եւ երկիրը ճանաչելով է, որ կարող ես խոսել երկրի հանդեպ սիրուց, դա իմ փորձով է նաև հաստատվել։ Ու ես տեսել եմ շատ հաճախ իմ շուրջը մարդկանց, ովքեր որ ճանաչել են ինչպես են վերաբերվել եւ չեն ճանաչել ինչպես են վերաբերվել դրա արդյունքում։ Դու ինչքան գիտես, ինչքան բացահայտում ես, ինչքան ծանոթ ես այդ տեղին եւ այդ տեղի մարդուն, կլինի բնությամբ, կլինի վանքերով, կլինի տեղանուններով, կլինի բարբառների զանազանությամբ, կլինի ճանապարհը սարքածա թե անսարքա, թե ինչ որ տարիներ հետո սարքվեց արդեն հեշտ անցանելի է։ Այսինքն երբ որ դու գիտես քո երկիրը այդ քարով, ճանապարհով ու մարդով, քո վերաբերմունքը փոխվում է։ Դու ինքդ քեզ այլևս շատ բաներ կա, որ թույլ չես տալիս եւ ինքդ քո առաջ նաեւ շատ հարցերում ավելի պատասխանատու ես լինում։
Անի այս գիտակցությանը դու ինքնուրույն եկար, թե քո ծնողները քո մեջ ներարկեցին գիտակցություն, որը քեզ տարավ արդեն երկիրը բացահայտելուն, ուղակի խոսքերից բացի երկիրը ճանաչելուն։ Ես օրինակ չգիտեմ ինչքանով են իմ ծնողները դա հենց մտածված եւ ուղղորդված արել, բայց որ դա եկել է այո իմ արմատներից, դա վստահ։ Ես տեսել եմ իմ մեծերին։ Աչաջրում իմ հոր պապը կամ իմ պապու հայրը եւ մայրը Սիրամարգ Բալասանյանն ու Ջահան Խաչիկյանը գյուղի դպրոցի ուսուցիչներ են եղել հայոց լեզվի եւ գրականության։ Երբ որ ես գալիս եմ այստեղ, ես գրագետ չլինելու տարբերակ չունեմ։ Առավել քան մնացած բոլոր տեղերում։ Բարեկիրթ չլինելու տարբերակ չունեմ։ Սիրամարգ տատի ուսանողն է, ուսանող թե պարապել եք ոնց, աշակերտն եք եղել, Ջահանի թե Սիրամարգի։ Ջահանի։ Սիրամարգը պրոդուսա պարապել, բայց Խաչիկյանն ինձ երկար տարիներ իմ լեզու գրականության ուսուցիչն է եղել։ Մեր շատ սիրելի էին։ Ինչ հաճելի է, իմ համար այնքան թանկ էր այդ պահը, որ ասացի, որ Ջահանը ձեր ուսուցիչն է եղել, պարապել է։ Ես բախտ եմ ունեցել նաև տեսնելու պապիս մորը Սիրամարգ տատին։ Ու եթե ես սխալ օրինակ խոսեի կամ աշնորհք նստեի, ինքը ինձ նկատողություն կաներ։ Ես նաև տեսել եմ տեսագրություններ, տեսաձայնագրություններ այդ VHS-երով իրենց տան հավաքույթներից, ծնունդներից ու տեսել եմ թե ինչպես են կենաց ասում, ինչպես են ժողովրդական երգեր երգում, ինչպես են մեջբերում Ավետիք Իսահակյան, ինչպես են մեջբերում Շիրազ, ինչպես են Համո Սահյան մեջբերում, այսինքն ես տեսել եմ իրենք այդ ինչքան են ճանաչում, ինչքան են Համո Սահյանի բանաստեղծությամբ երկրի կենացը խմում, ոչ թե ուղակի վեր են կենում ճառում են, այլ իրանք գիտեն իրենց գրողին, ճանաչում են ու ոչ միայն ճանաչում են, այլ նաև կենթանի են պահում։ Հիմա ինձ այս ճանապարհով է եկել հասել են ինչ որ քոնն այն ինչը որ քեզ կապում է քո պատմությանը, քո մշակույթին, քո երկրին, քո մարդուն, կարող էր եւ այս ճանապարհով չգար։ Բայց այն որ ինքը ազդեցություն է թողել եւ ինչքանով է դա դիտավորյալ եղել, մտածված եղել, ես չգիտեմ, բայց այսօր ես իմ գիտակցության մասին խոսելուց այդ պետքա մեջ բերեմ, որովհետեւ ես դա տեսել եմ, որովհետեւ դա իմ վրա հետք թողել է։ Իսկ դու այսօր ինչպես ես փորձում դա ներարկել որդուդ Տեսլայի մեջ, որպեսզի եւ երեխայի համար հետաքրքիր լինի, որովհետեւ մենք շատ կարեւոր կետ ունենք, հա, այդ ամեն ինչը երեխային մատուցել այնպես, որ ինքը չփախչի դրանից, միաժամանակ դա անկախ իրենից դառնա իր կենսակերպը։ Ինձ թվում է, երևի թե այն կերպ ինչպես ես եմ Տեսլային դա փոխանցում, երևի նույն ձևել ինձ այդ փոխանցում է եղել։ Ես անում եմ գործողությունների շարք, որոնք որ իմ օրինաչափ բնական գործողություններն են լինելու եւ ապրելու այստեղ, որը որ ինքը տեսնում է եւ որին ինքը մասնակից է լինում, թեկուզ այսօր նկարահանմանը գալով։ Հետո հետահայաց ես տեսնում եմ, թե ես ինչ փոխանցեցի դրանով իրեն։ Այդ պահին դա մտածված ու հատուկ չի, դա բնական իմ կենսակերպն է։ Ու ես անընդհատ այդ հետհայացի մեջ չգիտեմ, մի հատ մեծ ոգևորություն եմ ապրում, որ Տեսլայի հոր կողմը Գյումրիից է ու իր պապիկը Գյումրիում է ու ինքը իր տունը նաև Գյումրին է, ինքը ծնվել է Խուստու Փիլանջին, իր հայրը հիմա ապրում արդեն քանի տարի է այնտեղ ու իր տունը նաև Կապանն է ու Սյունիքն է, ինքը մամայի հետ ապրում է Երևանում, բայց ինքը նաև Աչաջուրն է իր տունը համարում, այսինքն ինքը չունի բաժանարարներ, այս տեղացի թե այնտեղացի, ինքը ունի մի հատ երկիր, որի հյուսիս հարավ արևել կարևմուտքի մեջ ինքը հավասարապես տանն է։ Եվ դա ես հատուկ մտածված չեմ արել, այդպես ստացվել է ու ես ընդհանրապես եղել եմ հետևողական, որ այդ թելը չընդհատվի, ինքը շարունակական փոխանցվի եւ իրեն եւ իր միջոցով հետո մյուսներին։
Ես որքանով ես ճանապարհին նկատեցի, զուգահեռաբար դու բավականին խիստ մայրիկ ես կտրուկ հարցադրումներով եւ պահանջներով։ Սա նաեւ մայրիկի որոշակի կանոններն է կարգապահություն սահմանելու երեխայի համար, ինչը երևի թե լավ է, որովհետեւ ժամանակին մեզ կարգապահության հստակ կարգապահության մեջ մեծացրեցին ու մենք ինչ սերունդ ունենք ու հիմա երբ նայում ենք այսպես ուզում ենք ամեն ինչ մեղմ անել եւ այլն, մենք այդ մասին խոսեցինք, էլ կողքից թվում է, որ ամեն բան կարելի է միայն մեղմության մեջ անել, բայց զուգահեռ հասկանում ես, որ երեխային պետք է նաեւ կարգապահություն ապահովել երեխայի համար։ Երեխաները։ Հետաքրքիր է, բայց այս սահմանների մեջ երբեմն խճճվում ես։ Շատ հաճախ, որովհետեւ մի կողմից նայում ու մտածում ես, որ այս իր մանկության այն հատվածն է, որտեղ որ ինքը պետք է իրեն թույլ տա, լինել ազատ, լինել անսահման, անկարգ եւ անկանոն, որովհետեւ հենց այդ անսահմանության մեջ էլ ինքը պետք է ինքնուրույն չափի ու ձևի այդ սահմանները եւ փորձառի նաեւ։ Մյուս կողմից մտածում ես, իսկ եթե ես հիմա ուղեցույցեր չտամ, հետո կարող է ուշ լինել։ Ու բարբերաբար այդ երկու նժարների միջև փորձում ես բալանս պահել, որ եւ չլինես դեսպոտ, ես հաճախ մտածում որ ես ամեն դեպքում դեսպոտ եմ, որ երեխային չզրկես իր մանկությունից, իր ազատությունից, իր փորձելու եւ սխալվելու իրավունքից եւ հանկարծ բաց չթողնես այն կարևոր կետերը, որտեղ որ դու իրեն պետք է նշաններ տայր, պետք է հուշումներ տայր եւ ինքը պետք է դրանք ֆիքսեր հետագա կյանքի եւ ամբողջ ճանապարհի համար։ Այս շատ բարդ ընթացք է ու եթե խճճվում եմ, փորձում եմ ինձ հիշեմ այդ տարիքում։ Երբ ավելի փոքր էր, դա ավելի դժվար էր, հիմա այսպես ես իր դեմքի արտահայտությունից կամ իր խոսքից փորձում եմ ընկնում եմ իմ մանկությունը, փորձում հասկանամ հիմա ինքը ինչ է զգում, հիմա ես ինչը ասելու դեպքում կստանամ արդյունք, իսկ ինչը կգնա ու ինքը չի լսի ու կմտածի դե շուտ խոսա վերջացնի, մեկը անցնի էլի ուղղակի էս պահը։ Այդ անընդհատ իմ ներսի երեխուն եմ փորձում դնել իր կողքը, ասում եմ ան դու ոնց էիր այդ տարիքում, դու հիմա ինչ կզգայիր, դու ոնց էիր մտածում այդ ժամանակ։ Բայց մյուս կողմից հա պետքա հատկապես ես բարբերաբար ինքս ինձ հաշիվ եմ տալի, որ ես տղա եմ դաստիարակում։ Ես մեծացնում եմ տղա ու ինքը պետքա լինի պատասխանատու, պետքա հասկանա թե այդ ինչ չափ է իր ուսերի վրա պատասխանատվությունը ու չփախնի դրանից, չխույս չտա, իր վրայից չգցի այդ պատասխանատվությունը, որովհետև ինձ թվում է ամեն դեպքում տղամարդկության այդ ձևավորման կարևոր կետերից մեկն է պատասխանատվություն ունենալը եւ կրող լինել։ Ես ինչպես հասկանում եմ քո խոսքից, մեր նախորդ ինտերվյուի մասն էլ մենք խոսել ենք, որ դու եւ նախկին ամուսինդ երկու հավասար ծնող եք ու սա երևի թե լավագույն եւ ամենապատասխանատու բանն է, որ կարելի անել երեխայի համար, բայց հանգամանքներից ելնելով, հա տես դու Երևանում ապրում ես երեխայի հետ, հայրը նշեցիր, որ խոստոփում է ու որոշակի հեռավորություն կա։ Դու երբեմն երեխայի վրա որոշակի բացակայության ազդեցություն զգում ես, թե նույնիսկ հեռավորության վրա կարելի է դա լրացնել այնպես, որ դա չզգացվի։ Այս բացակայության եւ ընտանեկան կարգավիճակի այս ձևի հետ կապված բոլոր իմ մտորումները եւ ներքին հարց ու պատասխանները փակվել են, երբ որ դեռ տեսլան երևի 1 տարեկան էլ չկար։ Ուղղակի ես հասկացա, որ աշխարհում ինչքան մարդ կա, այդքան կան պատմություններ, այդքան կան մոդելներ, այդքան կան ձևեր, ընտանիքա եւ 2 հոգուց բաղկացած մարդը ընտանիքա եւ 15 հոգուց բաղկացած մեծ ընտանիքը գերդաստանով միասին օրինակ ապրող եւ վերջ այդտեղ փակվեց։ Սա իմ ընտանիքն է, ես եւ տղաս ենք, որ ես էլ եմ իրան բացատրել, որ մեր ընտանիքը ես ու դու ենք եւ մեր մեծ ընտանիքը, որտեղ որ արդեն դու ունես տատիկ, պապիկներ, հայրը, քո եղբայրները, քեռիները, հոպարները, այսինքն չկա այդպիսի ինչ որ
երևի թե ասեմ բարթույթ մտածելու անընդհատ այն մասին, որ ինչ-որ մի բան պակաս է։ Գիտես, ոչ թե Ես հասկանում ինչ-որ խնդիր գտնելու մասին, այլ դες դու քո խոսքի մեջ շատ հստակ նշեցիր, որ շատ կարևոր է հասկանալ, որ ես տղա երեխա եմ դաստիարակում։ Մենք որքան էլ կամային շատ հատկանիշներ ունենանք եւ այլն, դու աղջիկ ես, այսինքն կան սեռային տարբերություններ։ Չէ, ես երբեք չեմ փորձում փոխարինել հորը, ես չեմ փորձում կատարել տղամարդու տանհոր դեր իր կյանքում, բայց ուզում եմ ասեմ, ես չեմ էլ փորձում տեսնեմ պակաս, խնդիր, բաց, այնտեղ, որտեղ որ ուղակի կա այն ինչ կա։ Այն մնացած ամեն ինչը կարգավորվում է ըստ նրա, ինչպես դա կարգավորվում է, եւ այստեղ արդեն պատասխանատվությունը հավասարապես ես կիսում եմ իր հայրիկի հետ եւ իր որոշումներն է եւ իր ընտրությունն է, թե ինքը որքանով է ներկա կամ ինչքանով է ներգրաված։ Բայց որ ես տեսնեմ բաց, այսինքն ես դա տեսնելու անհրաժեշտություն չունեմ, ես ունեմ այն ինչ ունեմ, ես դա բացարձակ ընդունել եմ այնպես, ինչպես կա առանց դրամատիզացնելու, եւ եթե ունենում եմ ես ու Տեսլան ունենում ենք հարցեր, ես դա չեմ վերագրում որևէ բանի պակասի կամ բացի, ես դա վերագրում եմ, որ հենց հիմա մենք ունենք այս խնդիրը, մենք այս խնդրի մասին խոսում ենք հենց հիմա եւ փորձում ենք դա կարգավորել ըստ նրա, ինչ մենք ունենք։ Իսկ լինում են հարցեր, երբ օրինակ թեկուզ դու քո տան ավագ տղամարդկանցից խորհրդի կարիք ունենաս, թե ինչպես պետք է ուղղորդել Տեսլային, թե այստեղ մայրական ինստինկտը հարցերը լուծում է։ Եղբայրներս են օրինակ ներգրաված նաև իմ հարազատ եղբայրը եւ իմ մորաքրոջ տղան ներգրաված են այնքանով, որ օրինակ երբ որ ես տանում եմ դա մամայիս մոտ, ոնց որ ավելի մոտ են իրենց ավելի հարմար է իրան տանել ինչ որտեղ, բերել, իր հետ լինել եւ այդքանով իսկ իրանք էլ սիրով ներգրաված են եւ եթե լինում են հարցեր, լինում է երբեմն որ Տեսլան ինձ ասում է մի հատ պետքա զանգեմ Արտուրին, եղբորս Քերին, մի հատ թեմա կա պետքա մենք իրար հետ հասկանանք։ Ու ես դրանից տեղյակ չեմ ու չեմ էլ մտնում այդ պատմության մեջ, այսինքն վերահսկելու անընդհատ ամեն ինչը իմանալու կառավարելու այդ մայրական, չգիտեմ ինչը, հիվանդագին չկա, ես դա իմ մեջից հենց այդպես ասել եմ բարև, շնորհակալություն, հաջողություն, բայց ես գելեր չեք։ Ինքը գալիս է, երևի ինչ որ մի բան է, որը որ էլի կառավարելի չի, ուղղակի պետքա տեսնել, որ դու հանկարծ ունես այդպիսի գայթակղություն ամեն ինչ վերահսկելու, լինել ալֆան եւ օմեգան մի մարդու ով քեզնից է ծնվել եւ դու պետք է ամեն ինչ իր կյանքում դասավորես, որովհետեւ այդ ամեն ինչը բոլոր հետո բենեֆիտները դու քեզ ես վերցնելու իր կայացման, ասեցի շնորհակալություն, հաջողություն Տիկին ջան, ոնց որ թողեք մենք մեր հարաբերությունները ավելի առողջ կարգավորենք։ Եվ իհարկե իր հայրը ում հետ եւս երբ որ լինում են իմ ու Տեսլայի մոտ ինչ որ հարցեր, որ մենք չենք կարողանում կարգավորենք, առաջին հերթին ես իրականում իրեն եմ դիմում, որովհետև ինքը ավելի լավ գիտի, թե այս տեսակի հետ ինչպես կարելի է այդ հարցը կարգավորել եւ բերել ինչ որ լուծման։ Որովհետև ուղիղ նմանություն կա։ Որովհետև բնականաբար դա գեները չես կարող էլի բացառել այդ աշխատանքը գեների։ Երբ որ քեզ ու Տեսլային փողոցում տեսա մի քանի օր առաջ, ինձ մոտ տպավորություն էր, որ քույրու եղբայր են գալիս, իսկապես չկա այդ ասոցիացիան, որ մայրու որդի են գալիս, բայց այսօր ճանապարհին նկատեցի, որ դու փորձում ես հստակ դիրքավորել մայրիկի կերպարը եւ ոչ թե երկու ընկերներ լինելու կերպարը։ Ինչ ես կարծում, այս պարագայում ամեն դեպքում այդ որոշակի գերակայությունը օգնում է հենց այդ կարգապահությանը։ Երկու դեպքում էլ դու ճիշտ ես տեսել։ Ես եւ իր քույրն եմ, ես եւ իր ընկերն եմ, ես եւ երբեմն մայրիկն եմ, ես երբեմն իր ուսուցիչն եմ, այսինքն իհարկե ես մայրն եմ, բայց այսպես հատուկ դերային խաղի մեջ չեմ մտել, որ մայրիկը այսպիսին է եւ մենք խաղում ենք մայրիկի այս կերպարը, որովհետեւ ես նախ ինքս էլ առաջին անգամ եմ ամեն օր մայր իր ամեն ձևափոխման հետ, տարիքի հետ առաջին անգամ եմ այդ ամեն ինչին առերեսվում ու ինքս էլ փորձում եմ հասկանամ, բա հիմա սրա հետ ինչա պետք անել, այս իրավիճակում ոնց են անում, բա հիմա ոնց պետք է մենք այս հարցն էլ կարգավորենք։ Եվ հա, ես երբեմն կարող եմ լինել իր քույրը, երբեմն կարող եմ լինել իր խիստ շատ մայրը, երբեմն ընկերն եմ, երբեմն ես եմ իր երեխան։ Հա, այդպես էլ է լինում, շատ հաճախ լինում է, որ ես ինձ
անկառավարելի եւ անգիտակից եմ պահում կամ ոչ adekvat եմ պահում, ու ինքը կարող է այնպես մի հատ արտահայտություն ասել, ես միանգամից հավաքվում եմ ու սենց նայում եմ իրան հաջորդը ինչ պետք է ասի, որ ամբողջանա այս իրավիճակը։ Իրավիճակներ են լինում։ Դա լինում են այս իրավիճակներ, դրամաներ են լինում մեր ընտանիքում։ Հա, լինում են, որ շուրագալի ասում մի հատ շնչի, Իսկ նստի, դու ուղղակի շատ հոգնած ես։ Ես ասա քեզ ջուր կբերեմ, պարկի։ Չէ, սա էլ է լինում, որ ես իր երեխան եմ լինում։ Ուզում ասեմ, այդ դերը, մոր, կերպարը եւ դրանից բխող արտահայտչամիջոցները ես չեմ ստանձնել ու զգացողությամբ եւ ըստ այդ պահի իմպուլսի փորձում եմ կարգավորել ներկան, որ հուսամ լավագույնս է հետո ձևակերպելու իր ապագան։ Ես այս ամբողջ ընթացքում, երբ որ խոսում ենք տարբեր թեմաների մասին, գիտեսեք Անին բոլոր սպեկտրներում ներկայացված էր, բացի Անին որպես կին ու առանձին կին, ու ինձ հետաքրքիր է դու հիմա հաճախ ես սիրահարվում կամ սիրահարվում ես, թե ինչ որ բաներ փակել ես քո մեջ։ Ես ոչ մի բան հատուկ արհեստականորեն երբեք իմ մեջ ոչ փակել եմ, ոչ բացել եմ։ Եվ թույլ չեմ տվել նաև, որ որևէ տրավմատիկ դրվագ իմ մեջ կոտրի այդ վստահելու, հավատալու, նորից սիրահարվելու այդ կարողությունը, որովհետև դա ընդհանրապես կյանքի հանդեպ անազնիվ կլիներ էլի, եթե ես իմ հետ այդպես վարվեի։ Ավելի հաճախ կամ ոչ հաճախ, չգիտեմ այդպես ոնց ասեմ, բայց երևի բնականորեն եթե լինում է այդ թրթյուրը, տրվում եմ այդ թրթյուրին նույն ձևի։ Ոչ մի բան հատուկ ոչ փակել եմ իմ մեջ, ոչ էլ փնտրտուքի մեջ եմ։ Տեսլայի ներկայությունը քո կյանքում հավելյալ պատասխանատվություն է նաև քո անձնական կյանքի մասին մտածելիս, թե սա ինչ-որ արհեստական բան է, որ հատկապես հայ կանայք բերում են իրենց անձնական կյանք, բայց ամեն դեպքում քո կյանքն է, որտեղ է քո սահմանը։ Չէ, հենց այդ, երբ որ դու որոշում ես դա պայմանավորել որևէ մեկով, կապ չունի դա քո երեխան թե ծնողն է, դա արդեն քո սահմանից դուրս է գալիս։ Դու կարող ես պայմանավորել երեխայով մտածելով, որ վայ, էլ ոչ մեկի հետ պետքա կապ չունենամ, իմ տղան հանկարծ ինքը կմեծանա վատ կզգա։ Դու կարող ես մտածել, որ ես շատ արագ պետքա գտնեմ ինչ-որ մեկին, որ իմ տղան, չգիտեմ, ինչ-որ օրինակ տեսնի հարաբերությունների։ Ցանկացած ձևով դու կարող ես դա պայմանավորել, բայց իրականում երբ որ դու քեզնից դուրս ես դա պայմանավորում, արդեն քո սահմանից անցնում ես։ Արդեն քեզ պայմանավորում ես քեզնից դուրս։ Իսկ ես այդ բոլոր էտապների մասին մտածումներ ունեցել եմ, բայց փորձել եմ այդ կեղծ պայմանականությունների մեջ ինձ չդնեմ, որովհետև իմ կյանքն է, իմ կյանքում հայտնվող մարդը իմ կյանքում է հայտնվում եւ դա որևէ կերպ չի առնչվում ուրիշ մարդկանց հետ։ Իսկ երբեմն խոսակցություններ ունենում եք Տեսլայի հետ այս մասին, թե Ինքը անհամբեր սպասում է երբեմ ես ամուսին ունենալու, որ քուրիկ կամ ապերիկ ունենա ու ինձ պատրաստ է ամուսնացնի ամենաառաջին պատահած հարմար թեկնածուի հետ։ Նույնիսկ մի անգամ ընկերուհիս ոնց որ իրան տուն բերելուց է լինում, ես խնդրում եմ ինքն է վերցնում ու վերելակի մեջ մեր հարևանը հանդիպում է, խոսացնում է, ասում է. «Ինչ կա ախպերս, ոնց ես, հələ սիրած աղջիկ չունես», ասենց ինչ-որ հարց է տալիս ու ինքը պատասխանում ասում է. «Չէ, բայց մամայիս եմ ամուսին փնտրում, հələ չեմ գտնում»։ Ու այդ ընկերուհիս պատմում Աստված ջան խայտարակ է, այս ինչ է նշանակում մամայիս եմ ամուսին փնտրում, բայց հələ չեմ գտնում։ Չէ, այդ առումով մենք շատ չունենք այդպիսի արհեստական ինչ-որ սահմաններ կամ կաղապարներ խոսելու բաների մասին, որոնք որ բնական են։ Ինչով պետքա դա կաշկանդի որևէ կերպ ինձ, ինչով պետքա կաշկանդի մեր հարաբերությունները։ Իսկ դու նորից մամա դառնալու մասին երազում ես, ինչպես Տեսլան երազում է քույրիկ կամ ապերիկ ունենալու մասին։ Երազել չէ, բայց շատ ուզում եմ եւ վստահ եմ, որ դեռ կունենամ հուսամ իմ նման սիրուն աղջիկ։ Բայց եթե չէ, դարձյալ դրանով չեմ պայմանավորվում։ Ոչ իմ կանացիությունը, ոչ իմ երջանկությունը,
եւ ոչ իմ կյանքի ամբողջականությունը։ Մեր Վայ, աղաչի բերքը։ Այդ մեր բաղինն է։ Հա մեր սեփականությունները թողնա։ Այնտեղինն է, այնտեղից բերել են, հասկաց։ Ես անգի աղաչի բերքն ատում ես։ Ես արդեն կարամ ուտեմ, հա։ Ու բարի հետ եկեք։ Ահա։ Ես արդեն կարամ ուտեմ։ Ահա։ Սիրվեք։ Էկոլոգիապես ես հյուրասիրվեցի։ էկոլոգիապես մաքուր ու ժողովուրդ ջան էսա։ Ահա։ Մարդավերի գիլաս կերանք։ Անքու մանկությունը փաստորեն մասամբ նաև էստեղ է անցել։ Անի։ Հա, Բաբա ինչ արել։ այդպես մանկությունս անցել է, բայց իմ մանկության այդ կարևոր հիշողությունները, օրինակ թորատան հետ կամ օղին Մեր թորելու փոքրիկ գործի ագինաստ հետ։ է եկեք երեխեք ջան։ Իսկապես ինչ ուրախություն է գյուղ ունենալը։ Հա, ու երբ որ դու փոքր ես լինում, մտնում ես այս բոստանի մեջ ու այս տերևներն ու թփերը քեզ այնց բոյով են լինում։ Հա, թութնը կարանք ուտենք։ Ահա։ Այն ինչ մենք Երևանում գնում ենք ու ոչ միշտ է լավ է լինում, այստեղ Էկոլոգիապես մաքուր վիճակ։ Ուտենք։ Ոստե մի հետարքիր վիճակ կա, ստե թուզ ունենք, որ ծառի մեջ իրան դուրս է եկե։ Այքու պապիկը ասեց, այս թութը չկտրես այն թզան պատճառով։ Ես հանայեք երեխեք, սա կեսը թութա, այն մի կեսը թուզը։ Վաու, այսինքն նայ ոնց են խառնվել իրար մեջ։ վայ, Այն թուզը հողի հետ կապ չունի միջալոց, սնվում է այս թթանու հաշվին։ Բայց դու ոնց ես հասնում։ Ես չհասրեցի ասեմ, որ դու Սուսան Քուրիկը փաստաբաններ եք ու լուրջ մարդիկ եք, էլի առավոտից իրիկուն աշխատում եք։ Դու ինձ կասես ոնց ես հասցնում ես Բոստանի Աչաջրեցի ենք սովորական։ Ես աշխատանքից հետո, համակարգչից հետո, իմ մտավոր ծանրաբեռնությունից հետո էս իմ հանգիստն է։ Ելակի բերքը պրծել է արդեն։ Այն աստղտորները շուտով կլեն, վարունգները նոր են։ մենք այս ընթացքում լինում ենք գյուղերում, որոնք շատ դատարկված են ու Աչաջուրը ինչպես հասկանում եմ, որպես այդպեսին դատարկված գյուղ չի։ Չէ, խիտ։ Ինչով է դա պայմանավորված։ Ստե օթով մեր հեռավորությունը սահմանից։ 3 կիլոմետր չկա։ Հա, ինքը սահմանամերձ է համարվում։ Ինքը այն անկլավ սենց որ հոլովում են անընդհատ։ Այդ Բարխուդարլու սոփլու անկլավը հենց մեր հողերին կպած է։ Իսկ նրանց էլ շարունակություն էլի սահմանը շատ մոտ է։ Բայց Առաջի մարդիկ պատերազմով էլ նույնիսկ այդքան բան չի եղել էլի։ Մի հատ պատմություն կա առաջին պատերազմի հետ կապված, որ մաման հղի ա եղել ինձնով ու որ գյուղը դատարկվում է բոլոր կանանց ու երեխեքին հանում են, papan որոշել է որ պետք է մամային վերցնի ու իրան գան գյուղ ասկրակոցների տակ։ Հա, եկել էին, ոչ են նկարահանումներ կան։ Հա, papan նաև ճիշտ է երկրորդի ժամանակ բավականին վավերագրական աշխատանքներ արել, ինքը 1+-ում էր այն ժամանակ աշխատում օպերատոր։ Մամայի հետ ինձնով հղի այստեղ աղի, դրա համար ոնց որ իմ համար մամայով է անցել, էլի, որ ես պետքա ժամանակ երեխու հետ իրեն ստեղ։ Գյուղի ամեն իրավիճակը անի համար ծանոթ վիճակ է։ իսկ անին ինչպեսին էր փոքր ժամանակ, ինչ առանձնահատկություններ ուներ։ Իմ են թորնիկի նման շատ քաղցր բալա։ Բնավորությունը նույնն է մնացել, թե տարիների հետ փոփոխվել է շատ։ Փոփոխված չի, անին նույն ձևի է։ Նույն Ես տիպիկ խաչիկյան եմ։ Հա, բարեհամբույր է, շատ պրոբլեմ ստեղծող չի ինքը երբեք, ոչ եղել է, ոչ էլ կա ինչքան գիտեմ։ Որպես իրավաբան եք աշխատում, բայց գյուղին այնքան կպած եք, որ երբևէ ինչպես հասկանում եմ, չեք էլ մտածել Երևան գնալու մասին։ Չէ, տենց ցանկություն չի եղել։ Նախ ծնողներից փոքրն եմ եղել, ասենք մեր ազգային ավանդույթի համաձայն վերջինը պետք է մնա ծնողների հետ տունը պահելու։ Իսկ իմ հարազատ պապիկը մեծն էր, ամենա, չէ։ Պապիկը մեր 5 երեխու ամենամեծն Հա, էր։ ամենամեծն էր։ Բայց հիմա ոնց որ Արտակ Հոպանա ցեղի ցեղապետը էլի։ Հա, տենց հաստատվել։ Քանի որ մենք հիմա քո արմատներում ենք հստակ, ինձ հետաքրքիր է, իսկ ժամանակին քո հարաբերությունները քո ծնողների հետ ինչպես էին ձևավորվում։ Երևի շատ նույն ձևի եւ շատ նման, որովհետեւ իմ ծնողները եւ դրել են սահմաններ, եւ տվել են բացարձակ ազատություն,
եւ սովորեցրել են, որ կարևոր արժեքը դա անկախությունն է, կախյալ չլինելը եւ սովորեցրել են ինքնուրույնություն, իրավիճակների մեջ կողմնորոշում եւ հաղթահարում եւ տվել են այն արժեքները, որով որ ես ձևակերպել եմ ինձ ու իմ միջավայրը եւ որը որ փորձում եմ փոխանցել նաեւ տեսլային եւ եղել են ընկերական ես բավականին ազատ մեծացած երեխա եմ շատ լավ իմանալով որ օրինակ մեր ավանդական ընտանիքներում կա գերակայություն օրինակ հոր խոսքի կամ որոշակի կարելիների եւ չի կարելիների, բայց մեր դեպքում միշտ եղել է այսպես. դու ունես այս ճանապարհը, դու ունես այս ճանապարհը, դու ունես երրորդ ճանապարհը, այս ճանապարհը այստեղ կբերի, այս ճանապարհը այնտեղ, այն երրորդը լրիվ ուրիշ տեղ։ Որն ես ուզում ընտրես, դու ես ընտրում։ Եվ պատասխանատվությունն էլ դու ես կրում։ Իսկ դու քո ընտանիքում, քո մայրիկի ու հայրիկի հետ կարողանում ես խոսել եւ բաց խոսել, թե անին մի քիչ ավելի են զուս փակ տեսակներ։ Վայ, ես այնքան եմ կարոտում երբեմն այդ զրույցները, որովհետեւ մենք այնքան էգզիստենցիալ երեկոներ էինք ունենում, բանավեճեր, երկխոսություններ, ձևավորման այդ ընթացքում, հա, երբ որ, չգիտեմ, ուսանողական տարիներին ինչ որ բանից վրթովված գալիս էի տուն ու ասում էի, չգիտեմ, այսինչ գաղափարը, որ կա, կամ այսինչ իրականությունը, որի հետ ես համաձայն չեմ, ու մենք կարող ենք լուսացնել այդպես մինչև առավոտ խոսելով այդպես էգզիստենցիալ բարդ թեմաների շուրջ։ Մայրս ես հիշում եմ, որ երբ ես փոքր էի ու գալիս էի տուն ու ինքը նկատում էր իմ դեմքից, որ ինչ որ մի բան այն չէ, ինքը ինձ հանգիստ չէր թողնում, մինչև ես չպատմեմ, թե ինչ ա եղել։ Ու այդպես ինքը ձեռք բերեց նաև այդ վստահությունը իր հանդեպ, որ ես հետո ցանկացած բան իմ կյանքում տեղի ունեցող իր հետ կիսվել եմ եւ ինքը եղել է այն վստահելի օղակը, որտեղ ես կարող եմ իմ եւ թերությունները եւ սխալները եւ հաջողությունները իր հետ կիսել։ Ու մինչև հիմա այդպես չեն ստիպել, որ ամեն ինչ պատմեմ, բայց ես չեմ էլ ունեցել թաքցնելու կարիք որևէ բան։ Եթե ես ուզեցել եմ ինչ-որ մի բանի արդեն մեծ հասուն տարիքում ինչ-որ մի բանի մասին խոսել, ես իմացել եմ, որ ես կարող եմ խոսել։ Իսկ դու հիմա հաճախ ես կարիք ունենում գնալու ու օրինակ մայրիկի հետ խոսելու, թե մեծանալու հետ նվազում են այդ խոսակցությունները։ Չէ, այնքան հետաքրքիր է, հիմա նվազում են։ Հիմա էլ մաման վերադարձել է երևի այն ձևին, երբ փոքր տարիքում էր, մեկ-մեկ փորձում է ինչ-որ բաներ սենց ակցանով պոկի, տեսնի ոնց եմ, ինչ եմ։ Բայց որ կարիք ունենամ, չէ, հիմա կարիքը չեմ ունենում։ Հետո մենք տարիքի հետ ձևավորում ենք մեր ձեռքբերովի ընտանիքը եւ դա մեր ընկերներն են եւ մեր շրջապատն է, մեր ծնողներին մենք չենք ընտրում, բայց արդեն ընկերներին, որոնք որ մեր մարդիկ են դառնում, իրանց մենք ենք ընտրում։ Հիմա երևի ավելի շատ այդ մարդկանց կարիքն եմ ունենում եւ հակառակն էլ նաեւ իրանք են ունենում։ Հետաքրքիր կետի են գալիս, տես մենք մեծանում ենք, ձեռք ենք բերում մի ուրիշ ընտանիք եւ դա երբեմն ստվերում է մեր սկզբնական ընտանիքի հետ հարաբերությունները ոչ թե որ ինչ որ բան վատանում է, այլ պարզապես գուցե պակասում է, գուցե մայրիկին երբեմն փոխարինի որևէ լավ ընկեր կամ ընկերի խոսելու տեսանկյունից, բայց մամաները որպես մամա միշտ բաց են եւ միշտ սպասում են մեզ։ Այ տես դու օրինակ այս նույնի հակառակ իրականությանը պատրաստ ես։ Երեք չէ առաջորը ես ու տեսան ունեցանք տենց մի հատ դրամատիկ խոսակցություն, որտեղ ես իրեն ասացի նայ ինչ որ մի օր դու մեծանալու ես, դու չես ուզենալու ինձ հետ էլ ապրել։ Ասում վատ բան չեմ ասում, ես քեզ չեմ վիրավորում, ասում ինչ որ լինելու է։ Ունենալու ես քո ընկերները, քո հետաքրքրությունները, քո զբաղմունքը, քո տարածքն ես ուզենալու ունենալ եւ բնականորեն դու անջատվելու ես ինձնից, արդեն նաեւ քո առօրյայով ինքը այնքան էր ազդվել դրանից, որ հետո օրվա վեր ցնցեց։ Ես քեզ խոսք եմ տալի, որ ես քեզ մենակ չեմ թողնի։ Ինքը այդպես էր այդ ամեն ինչը ընդունել։
Բայց ես ինչի պատմեցի, որ ես իրականում շատ լավ գիտեմ քայլերի, այսինքն շարունակական հաջորդականություն էի ուր է։ Իմանալն ու պատրաստ լինելը տարբեր բաներ են։ Բայց նաև երևի այս զրույցներն իրամացին են, որ ես եւ ինձ եմ պատրաստում եւ իրեն եմ պատրաստում։ Բայց երևի ինձ թվում է ես այդ մաման չեմ, որ իմ երեխայից այդպես կպնելու եմ ու իրան բաց չթողնեմ կամ դժվար եմ բաց թողնելու։ Ու հակառակ դեպքում էլ իմ անջատումն եմ ես համարում բնական ընթացքի մի մաս։ Հակառակը, երբ ծնողը պատրաստ չի երեխային բաց թողնել ճիշտ պահին, ինքը լավություն չի անում դրանով երեխային։ Իսկ քո ծնողները քեզ պատրաստ էին բաց թողնելու, թե սովորեցրեցիր իրենց բաց թողնել քեզ։ Իմ ծնողները գիտեին, որ ես չեն կարող բաց չթողնել, որովհետև ես գնալու եմ, երբ որ ուզանամ գնալ, որովհետև իրանք ինձ այդպես են մեծացրել եւ դաստիարակել։ Իրանք ինձ տվել են եւ թռիչքի բարձր թռիչքի թևերը եւ ըմբոստությունը պաշտպանելու իմ ազատությունը եւ անկախությունը եւ ես ուղիղ այն դարա, ինչը որ իրենք ինձ սովորեցրին։ Դրա համար, հա, իրանք հեշտ են թողել, որովհետև հակառակ դեպքում միևնույն է լինելու էր, ինչ լինելու էր։ Դու երբ սովորեցիր անկախ կյանքի բոլոր հանգամանքներից երջանիկ լինել։ Երբ որ քիթս գետնով քսվեց մինչև վերջ, ու հասկացա, որ այլ ընտրանք չկա, քան ապրել կյանքը այնպես ինչպես որ տրվել է եւ դրա մեջ ընտրել երջանիկ լինելը։ Զարմանալու դեմք է։ Ինչու քիթդ գետնով քսվեց։ Դե կարելի է ուրիշ փոխաբերություն բերել։ Մինչև չտապալվեցի կամ մինչև չցավացի։ Բայց ինչն էր, որ քեզ այդպես տապալեց։ Չեմ ասի։ Մի ասա։ Մենք էլ չենք իմանա։ Դու գիտես, ես չեմ սիրում շատ բաներ խոսել իմ անձնական կյանքի մասին, որովհետև ինչ որ ես անցել եմ, ես դա չեմ կարող ամբողջապես բացել եւ կարիք էլ չունեմ ոչ արդարանալու, ոչ բացատրելու, ոչ հիմնավորելու իմ այսպիսի կամ այնպիսի լինելը եւ հետո այդտեղ մենակ արդեն դու քո ճակերտներն ու փակագծերը չես բացում։ Իսկ ես այդպիսի խնդիր չունեմ հանրության առաջ փռեմ այդ անձնական պատմությունները, դրվագները եւ այլն եւ դա վերաբերում է նաեւ գործնական հարաբերություններին, որովհետեւ ամեն դեպքում երկու հոգու միջև տեղի ունեցող անհամաձայնությունները դա երկու հոգու միջև տեղի ունեցող են մաքսիմում դա ես կարող եմ պատմել իմ մարդկանց, որովհետեւ ես կարիք ունեմ ամեն դեպքում կիսվելու, թոթափվելու, չգիտեմ, այս ամեն ինչը իմ մարդկանց մոտ կիսվելու է, բայց հանրությունը դրա կարիքը երբեք չեմ ունեցել։ Իրականում դու շատ լավ գիտես իմ մոտեցումը այս հարցին, ես յուրաքանչյուր մարդու թողնում եմ ազատ խոսելու այնքան, ինչքան իրենք են ուզում եւ հարցերս էլ տալիս եմ այնքան, ինչքան դու ինձ տարածք տալիս ես։ Հա, ու ես իրականում թույլ եմ տալիս բավականին մեծ տարածք խոսելու, ինչի, որովհետեւ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ եթե ինձ հետ պատահել է մի դրվագ, որտեղից հետո ես ընկել եմ եւ կարողացել եմ կանգնեմ ու ողնաշարս ուղղեմ, ես ուզում եմ, որ այն կանայք ու այն աղջիկները, որոնք որ հիմա այդ գահավիժման փուլում են, իմանան, որ իրանք էլ ունեն այդ ընտրությունը միջև վերջ ընկնելու, մինչև հատակը, հետո հանգիստ կանգնելու, իրանց վրայից այդ փոշին թափ տալու ու ողնաշարը ուղղելու եւ որևէ բան դատավճիռ չի, քան ձեր իսկ որոշումը ընտրելու լինել երջանիկ։ Ես այս հարցը տամ, եթե դու չուզես չես պատասխանի, եթե ուզես կպատասխանես, այդ ընկնելն ու գահավիժելը պայմանավորված են անձնական հարաբերություններով եւ պատմություններով, թե երբեմն երկրի պարտությունն ու երկրի ցավն էլ կարող է լինել ընկնելու եւ գահավիժելու առիթ։ Այսինքն դա կարող է լինել եւ լոկալ, եւ գլոբալ, եւ ընկերոջդ օրինակ ինչ որ հետ պատահած դեպքը կարող է քեզ խորապես հուզել ու ցնցել։ Բայց հա, մենք ապրում ենք մեր անհատական պատմությունները եւ վստահ եմ, որ յուրաքանչյուրս էլ ունենում ենք մեր կյանքում ամենակիչը մի հատ դեպք, երբ որ մի հատ լավ թաթալոշ ենք ուտում կյանքից։ Եվ դա լավագույնն է, որ պատահում է իրականում, ինչքան շուտ է պատահում, այդքան լավ։ Անի, ես չգիտեմ
դու կյանքի ապտակ ասելով ինչի հետ ես ասոցիացիա ունենում, բայց հանրային տիրույթում, հա, որքանով որ մենք քո կյանքը գիտենք, ինչքանով էր քեզ համար ապտակ, որ դու ծննդի շրջանում եմ բարդությունները, որոնց դու առերեսվեցիր, դա շատ ու քանի որ մենք հիմա Հայաստանի հենց այն ամենասիրուն տեղերից մեկում ենք, այդ փուլն էլ քեզ մոտ եղավ Հայաստանի մի ուրիշ ամենասիրուն տեղերից մեկում, Խուստուփում ու դու լեռնագնացության էիր, հա, գնացել այդ։ Չէ, լեռնագնացություն չգնացել այդ փուլում, բայց բավականին բարձր է, այո, լեռներում է։ Իմ հոգին լեռներում է միշտ։ Այդ ապտակները իհարկե հոչի վերաբերում միայն ինչ որ անձնական կորուստներին, ապտակը կարող է հենց այդպես էլ լինել, երբ որ քո քեզնից կախված կյանքը քո ձեռքերում չի։ Երեխան, որ նոր է ծնվել, կյանքի մահվան կռիվ է տալիս եւ դա ապտակ է։ Շատ խորը ու դու չգիտես նույնիսկ ինչի դա տեղի ունեցավ, դու չես հասցնում հասկանաս ինչ տեղի ունեցավ առհասարակ, դու քեզ մնում է միայն հավատալ, պայքարել, չհուսահատվել, մինչև վերջ իր հետ գնալ ու անցնել։ Այդ շրջանում քեզ համար երևի թե երազանք էր, որ մի օր 8 տարեկան Տեսլայի հետ կլինես քո հայրենի գյուղում։ Հա, այդ ժամանակ ինձ համար երազանք էր նույնիսկ ուղղակի իրան գրկելը։ Ու ես մեկ-մեկ որ իրան պատմում ասում, դու գիտես ինչքան դժվար ա եղել, երբ որ դու փոքր ես, ինքս ասում ինչի։ Ասում օքեյ, կմեծանաս, կբացատրեմ ինչի։ Բայց գիտես, ես ուզում եմ էսել շատ հստակ, հա, ամրագրեմ դժվարությունների հանդեպ իմ վերաբերմունքը էլի չդրամատիզացնելն է, որովհետև այն ինչ մեզ տրվում է, հենց այնպես չի տրվում, այն ինչին մենք արժանանում ենք, մենք հենց այնպես չենք դրան արժանացել, թե լավին, թե վատին, ու պետք է էլի ունենալ այնքան մեծ տեսողություն ու այնքան բաց տեսողություն, այնքան հեռու տեսողություն հասկանալու համար, թե ինչի եկավ սա, ես ինչ ունեմ ստեղից սովորելու եւ ինչին եմ ամենակարևորը շնորհակալ։ Այդ փիլիսոփայությունը շնորհակալ լինելու այդ փորձությանը եւ այդ դասին, որ եկավ եւ այդ հասունացման եւ իմաստության այդ ձևին ինքը կյանքին շնորհակալ լինելու ձև է, կյանքը ներկա լինելու ձև է, որովհետեւ դու չես կարող անընդհատ մեղադրականներ ունենալ եւ չես կարող նաեւ զոհի հոգեբանությամբ ապրել, որ այս ինչի իմ հետ եղավ ու դու չհաշտվես անընդհատ, որ դա քո հետ տեղ ունեցավ կամ դու ուզենաս որ քեզ խղճան, որ հենց դա քո հետ տեղ ունեցավ։ Չէ, ես ճակատս բաց ընդունում եմ այն բոլոր հարվածները եւ բոլոր այն խոչընդոտները, որ կյանքը ինձ տալիս է եւ ես շնորհակալ եմ կյանքին դրա համար, որովհետեւ դա է ձևավորում, դա է կերտում ինձ։ Ապրես։ Անի, քո մեջ շատ հետաքրքիր համադրություն կա, որը հնարավոր է ինչ-որ մարդիկ ընկալեն որպես հակադրություն, ես ընկալում եմ որպես համադրություն։ Դա եւ են համադրելի։ Եվ արմատներին շատ կպած լինելն է, եւ մեր իրականության մեջ դու շատ համարձակ կերպար ես։ Իսկ դու գիտես մեր ցեղի ընդ որում երկու կողմի ցեղի բոլոր կանանց, որոնց ես հայաց փորձում եմ իրենց երիտասարդությունը նորից հավաքել եւ պատկերացնել եւ այն ինչ որ ես եմ տեսել փոքր տարիքում եւ այն ինչ որ ես հիմա եմ տեսնում, իրենք բոլորը շատ կամային կանայք են։ Տանը իրենց խոսքը եւ իրենց տեղը հստակ ունեցող եւ երբ որ մենք այսօր պարբերաբար խոսում ենք պատրիարխատի հայկական իրականության պատրիարխատի մասին, կներեք, բայց ես դա չեմ տեսել։ Ես նույնիսկ մի քիչ էլ հակառակը маտրիարխատ եմ տեսել։ Մենք այդ մասին շատ խոսում ենք, բայց երբ պատմությունն էլ նայում ենք, կանայք հայկական իրականության մեջ, թեկուզ թագուհիները շատ կարևոր տեղերում, շատ կարևոր դիրք ու պատմություն են կերտել։ Ես գիտեմ ինչով եւ ինչպես եւ ինչ որ չափով իհարկե նաեւ չգիտեմ ինչով եւ ինչպես, ինչ մշակույթների, ինչ ազգերի, ինչ խառնուրդների, ինչ խաչմերուկների եւ պատմական զարգացումների արդյունքում մեր մեջ ներմուծվել են որոշակի բարքեր եւ արժեհամակարգեր, որոնք որ ճնշել են կնոջը տղամարդու միջոցով։ Բայց նորից եմ ասում, ունենալով իմ երկու կողմի կանացի ցեղերի այդ կամային օրինակները եւ իրանց ինքնաբավությունը եւ կայացվածությունը եւ
միջև վերջ իրենցը պնդելը եւ երբ պետք է կարողանալ այսպես տղամարդու հետ համաձայնել եւ գալ այդ կանացի նրբությանը եւ խոնարհությանը ինձ թվում է ուղղակի մենք պետքա եթե ուզում ենք այս հարցերի պատասխանները խորապես ճանաչենք եւ հասկանանք վերընթերցենք, veranայենք, վերադառնանք ինքներս մեր արխետիպերին եւ կանանց եւ տղամարդկանց որ չպայքարենք մեր ստվերների հետ որովհետեւ մենք ոչ թե ուզում ենք այդ ստվերները դուրս բերենք կամ ուզում ենք բուժենք կամ իրենց ուզում ենք սիրենք, այլ մենք ինչ որ կռիվ ենք անում մենք ինքներս մեր ստվերների հետ եւ կանայք եւ տղամարդիկ ընդ որում Քեզ իրականում այսպես շատ կամային եւ իր խոսքի մարդ են ընկալում առհասարակ, բայց ես հասկացել եմ, որ մարդուն ընկալելը մի բան է, մարդուն ճանաչելը եւ իր իրական էմոցիոնալ դաշտը իմանալը դա լրիվ ուրիշ բան է, որովհետեւ մեր ընկալումները դրանք մեր ընկալումներն են, որոնք քեզ հետ կարող են կապ ունենալ, կարող են մասամբ կապ ունենալ։ Դու ամեն դեպքում այդ նաեւ ճիշտ ժամանակին կարողանում ես գալ այդ կանացի նրբությանը Թե չէ։ Երբեմն կարողանում եմ, երբեմն բաց եմ թողնում պահը եւ ժամանակը, երբեմն հետո վերադառնում եմ, վերանայում եմ։ Ես էլ եմ սխալական եւ գուցե զիջելու մեջ, եւ ես էլ եմ սխալական արճակատվելու մեջ, այսինքն անընդհատ այդ ներհայեցողությունն է ու ներքին արթուն դիտորդդ, որ դու փորձում ես հասկանաս, իսկ որքանով ես դու, իսկ որքանով է քո մեծ էգոն Իսկ որքանով էր դու կամ որքանով էր պարտադրված կարգը սոցիալական, որքանով էին սոցիալական դերերը, ազդեցությունները, ու այդպես անընդհատ վերանայման գործընթացներ են, բայց ես սովորել եմ երևի թե ամենակարևոր բանը այս գործընթացի մեջ նայել ներս ու դիտարկել ինձ, ես մեղադրականներ չունեմ դրսում Եվ ներսում էլ չունեմ, այսինքն ես ինքս ինձ էլ մեղադրականներ չեմ ներկայացնում, ես անդադ մեղքի ինքնամեղադրանքի մեջ ինձ չեմ բարդույթավորում, բայց իմ հարցերը ինձ են, իսկ ինչի դու այսպես արձագանքեցիր, իսկ ինչի այնպես չարձագանքեցիր, ինչն էր քեզ խանգարում, իսկ ինչից վախեցար, իսկ ինչ բարդույթներ ունեիր, որ հենց այս քեզ կպավ ու դու դրան որոշեցիր պատասխանես, իսկ ինչի ես խոցելի այդ տեղում Մյուսը խոցելի չի, դու ես խոցելի, որտեղից է քո խոցելիությունը, այսինքն դրսի մարդկանց մեջ այլևս չեմ փնտրում այդ հարցերի պատասխանները։ Ներսում էլ փորձում եմ լինել ազնիվ եւ առանց մեղադրականների ու առանց պայքարի, այս դեպքում ոնց որ ինչի հետ ես էլի պայքարում։ Ժամանակակից իրականության մեջ մենք անդադ խոսում ենք քառակուսիները կոտրելու մասին, բայց երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ մենք նոր քառակուսիներ ենք ստեղծել, պայքարելով ինչ-որ խնդիրների դեմ, պայքարելով կարծրատիպերի դեմ, նոր կարծրատիպեր ենք ստեղծում, ու նույնիսկ ազատության ժամանակակից ընկալումը երբեմն դու հասկանում ես, որ դա էլ է կարծրատիպային դարձել, որովհետև մի քառակուսից դուրս ենք եկել, մի ուրիշ քառակուսու մեջ ենք եկել։ Ես հիշեցի մեր այդ առաջին հարցազրույցը, որտեղ ես ասի ու հասկանում ես, որ ուղղակի պետք է լռել։ Հիմա էլ ես այդպես մտածում։ Հիմա ավելի շատ։ Ինչքան մեծանում ես, այդպես ես մտածում։ Հա, ինչքան ավելի ես մեծանում, այդքան ավելի ես լռում լսելու համար, որովհետև երբ որ շատ խոսում ես, ինչ որ պահից դու այլևս չես լսում եւ քեզ եւ մարդկանց, որովհետեւ էգոտ անընդհատ ուզում է իրան առաջին տեղում լավ լույսի տակ էսպես հասկանալի եւ ընկալելի ներկայացնի ու հետո մեծանում ես ու հասկանում ես, որ իրան պետքա մի քիչ ներս տանես, իրան մի քիչ սիրես, մի քիչ հասկանաս ինչի է ինքը այդ ինչի ունի այդ արտահայտման կարիքը, ինչի դա իրան խոցեց։ Բայց դու արտահայտվելիս անպայման բոլորին դուր գալու խնդիրը կարծես թե վաղուց հաղթահարել ես։ Հա, բայց այստեղ դուր գալու խնդիրը չի, այլ հոգատարության եւ կարեկցանքի խնդիրն է, սիրո խնդիրն է։ Երբ որ դու արտահայտվելիս այն ժամանակ ես ունեի ինքնաարտահայտման կարիք, երբ որ դու ըմբոստ ես ավելի, երբ որ դու կյանքը դեռ չես փորձարել, չես ընկել բարձրացել մի քանի անգամ քիթ բերնով հատակին, դու այլ ես, դու այսպես ծովը ծնկներից տա ու քո ձայնը ամենաբարձրն է, ուզում ես արտահայտվես, ցույց տաս ճշմարտությունը, որին դու հասել ես։
Հետո երբ կյանքը փորձառում ես, գալիս է կարեկցանք հոգատարությունը ու սերը նաև մյուսների հանդեպ, որովհետև դու արդեն գիտես ինչ գին ունի ցավը, դու արդեն գիտես, որ ցավը նաև չափելի չէ ու գուցե այն ինչ որ քեզ համար ցավոտ չէ, մյուսի համար կարող է ցավոտ լինել, մի ամբողջ կյանքի պատմություն լինել, չխմբագրվող։ Եվ այդտեղ ոչ թե գալիս է հասկանալի եւ ընդունելի լինելու առաջնահերթությունը, այլ դիմացինին սիրով մոտենալու։ Շատ կարևոր է դիմացինին սիրով մոտենալը, բայց այստեղ գալիս է մի ուրիշ կետ, հա։ Դու երբեք չես իմանա, որ խոսքով կարող ես խոսքս ուղիղ վիրավորանքների եւ մարդուն նեղացնելու մասին չէ։ Մենք մինչեւ նկարահանումը խոսում ենք, որ կարող է խոսենք ինչ որ քո անձնական փորձառության մասին կարող է խոսես եւ դա տրիգերը լինի մեկ այլ մարդու ու այստեղ անկախ քեզնից ինչ որ ցավ պատճառես մարդու, բայց դա հաշվելի չի, հաշվարկելի չի, անընդհատ մտածելով, որ հանկարծ այստեղ այդ իմաստով սխալ չգործես, այնտեղ սխալ չգործես, չի գալիս մի կետ եւ դու ուղղակի փակվում ես եւ մտածում ես, որ ինչքան քիչ խոսես, այնքան լավ, ինչքան փակ լինես, այնքան լավ։ Դե դրանք էտապներ են, գալիս են եւ այդպիսի շրջաններ, երբ որ դու մտածում ես, որ ավելավա քիչ խոսես։ Գալիս է այլ շրջան, երբ դու հասնում ես քո մեջ գուցե ինչ որ մի բանի ճշմարտության ու քեզ համար ապացուցելի եւ հնարավոր հիմնավորվող եւ համարում ես, որ այդ դրա մասին դու պետք է խոսես։ Կարիք է առաջանում, որ դու այս կետին, այս քո փորձառությամբ եկել ես հասել ես այս ճշմարտությանը եւ կարիք կա սրա մասին խոսելու եւ այդ ժամանակ դու այլևս չես ունենում վախեր, որ կարող է դա հակասության մեջ մտնի, որովհետեւ դու պատրաստ ես երկխոսության։ Ես առհասարակ կռվի եւ կոնֆլիկտի մարդ չեմ։ Եվ երբ որ լինում է այդ պրովոկացիան, ագրեսիան իմ խոսքի կամ իմ կարծիքի կամ առհասարակ իմ հետ կապված, եթե ես տեսնում եմ, որ ես այդ մարդը իսկապես դա իրեն հուզում է այդ հարցը, ես միշտ պատրաստ եմ երկխոսության։ Կարող է այդ երկխոսությունը սուր լինել, կարող է կտրուկ լինել, բայց ես մտնում եմ այդ երկխոսության մեջ, եթե այդ մարդը իսկապես պատրաստ է դրան։ Անի, դու ժամանակին շատ հստակ ձևակերպումներով խոսում էր Հայաստանին առնչվող մի շարք հարցերի մասին, ակտիվ քաղաքացի էր եւ ես հիմա պակաս ակտիվ չեմ, անկախ նրանից որ ես չեմ խոսում, բայց շարունակի, հա։ Հենց խոսալու տիրույթում նկատի ունեի ակտիվ քաղաքացի ես, որովհետեւ քո մասնագիտության բերումով նաեւ լսարան ունես ու այս առումով ակտիվությունը նաև որոշակի առաջնորդություն է ձևավորում եւ ինչ որ պահի դու սկսեցիր լռել շատերի համար անհասկանալի էր ինչու դադարեցիր բարձրաձայն խոսել որոշ խնդիրների մասին որոնք հիմա էլ առկա են բայց այսպես մենք խոսում ենք ես տեսնում եմ Անիի տրանսֆորմացիան նաև այդ ամեն ինչի զուգահեռ իրականությունում ամեն դեպքում ինչու Անին սկսեց լռել Դու շատ դիպուկ նկարագրեցի, որովհետև փոխակերպվեցի։ Եվ կարծում եմ, որ այնուամենայնիվ, երբ դու 20 տարեկանի տասնամյակն ես, այսպես ասած, ապրում դու ավելի ըմբոստ ես, ավելի հախուռն ես, ավելի այսպես հաշիվ չես տալի երբեմն ինչ ես խոսում, ինչքանով է դա ճիշտ, ինչքանով է դա արդարացված կամ հիմնավոր, իսկ երբ որ մեծանում ես այսպես թե այնպես, դու քո կենսափորձից ելնելով սկսում ես ավելի շատ հաշիվ տալիս որտեղ ինչ ու ինչպես ու ինչ միտումով եւ ինչի համար եւ հանուն ինչ ես խոսում բայց ես չեմ կարծում որ ես հիմա չեմ խոսում ես կարծում եմ որ ես հիմա ուրիշ ձև եմ խոսում եւ ես կարծում եմ որ ես հիմա կուտակում եմ իմացություն որը որ պետք է հետո խոսեմ թե ինչ միջոցով կխոսեմ, դա ժամանակը ցույց կտա, բայց ես չեմ կարծում, որ ես ապրում եմ այդպես իզոլացված այսօրվա իրականությունից։ Իսկ գալիս են կետեր, երբ դու հասկանում ես, որ 20-ում քեզ թվում էր դու հստակ գիտես ճանապարհներ, եւ հետո ինչ որ առումով հիասթափություններ ես ապրում քո իմացած ճանապարհների իրականություն դառնալուց հետո։ Մաքսիմալիստ ես ավելի այդ տարիքում, ինչքան երիտասարդ ես, այդքան մաքսիմալիստ ես։
Եվ հետո այն ժամանակները, որոնք որ մենք ապրում ենք, արդեն չգիտեմ, որ երրորդ սերունդը անընդհատ անցումային ժամանակներում ճապոնացիների համար դա ազգային անեծք է, որ դու ապրես անցումային շրջաններում, чтоб ты жил в эпоху перемен, ճապոնացիների անեծքն է։ Իսկ մենք անընդհատ արդեն որ երրորդ սերունդն է, մենք ապրում ենք այդ этаպները։ Եվ մենք ապրում ենք պարբերաբար պատերազմներ, ես չգիտեմ վերջին անգամ որ սերունդն է եղել, որը առանց պատերազմ տեսնելու է ապրել մեր պատմության ընթացքում։ Մեր վերջին պատերազմից հետո ես հասկացա մի պարզ ճշմարտություն, որ պատերազմի ժամանակ դու չես կարող անել պնդումներ եւ հերքումներ, հատկապես դու չես կարող անել պնդումներ, որովհետեւ պատերազմը էս մի տեղը չի, որ դու նստես, նայես, ասես, ահա, այստեղ ունեցավ, այնտեղ ինքը այնքան տարածության ու այնքան պատմությունների ու այնքան իրադարձությունների խաչմերուկում է կատարում, որ մի տեղի պատմությունը քեզ գալիս են հասցնում են դու մի վերաբերմունք ու վերապրում ես ունենում ու մի գնահատական, մյուս տեղից գալիս է լրիվ հակադիր պատմություն ու դու չես իմանում հիմա ոնց այս խճանկարի իրականության հավաք քեզ ու ինքդ ես խճճվում այդ իրականության պատկերի որոնման մեջ։ Ես սկսում ես լռում ես ոչ թե որովհետև արժեքներդ ընկրկեցիր կամ ինչ որ բանից վախեցար, այլ որովհետև նախ ուզում ես հասկանաս իսկ ինչ պետք է խոսես, իսկ ինչ ես դու կարծում ինչի մասին, որ դրա մասին խոսես եւ ինչքան դու չես վնասի, երբ դա քո կարծիքը հանրայնացնես որպես պնդում։ Եվ դու մտավոր ու հոգևոր այսպիսի ճանապարհ ես անցնում գալու այս մտքերին, բայց քո լռությունը ուղիղ վերագրվում է օրինակ ինչ որ աշխատանքի, օրինակ ինչ որ առօրեական փոքր նեղ շահի։ Ինչ ես զգում։ Գիտես աշխատում եմ նույնիսկ չարձագանք եմ, որովհետև ես այդտեղ խոցելի չեմ իսկապես։ Ես գիտեմ, որ մարդիկ կարող են եւ այդպես մտածել։ Ես գիտեմ, որ իրանք ունեն պատճառները այդպես մտածելու, եւ ես գիտեմ, թե ես ով եմ, այնուամենայնիվ։ Եվ հենց այդ պահին ապացուցելու կարիք էլ չունեմ, որ ես դա չեմ։ Ես գիտեմ, որ այս պահը եւ այս միջոցը ավարտուն է, ժամանակավոր է։ Ինչպես որ սիմվոլների արժեզրկումն է ժամանակավոր եւ ավարտուն, որովհետեւ չես կարող դարերով ժառանգված մի բանը մի տասնամյակում այսպես փոշիացնել կամ ջնջել։ Բայց հիմա մենք հենց այդ ժամանակաշրջանում ենք ապրում, երբ մեզ փորձում են մատուցել պատմության ուրիշ տարբերակ։ Մենք միշտ ապրել ենք ինչ-որ ժամանակաշրջան, երբ մեզ փորձել են հրամցնել, մենք 700 տարի պետականություն չենք ունեցել, ինչի մասին է խոսքը։ Մենք ապրել ենք սովետական բռնակալության ժամանակ, երբ որ եկեղեցին արգելված էր։ Սրանք ավարտուն ժամանակամիջոցներ են եւ process-ներ են, որոնք որ չեն կարող արմատախիլ անել մի բան, որը որ ձևավորվելու համար եւ հողին կպնելու համար եւ ծիլ տալու համար անցել է հազարավոր սերունդների միջով եւ հասել միջև մեզ եւ անցնելու է ու հասնելու է այլի մեր հաջորդներին։ Ուրիշ կողմել, հա, օրինակ նման սուր իրավիճակներում կարծես պաշտպանական ռեակցիայով դու ավելի սուր փորձում ես կպնել քո արմատներին։ Քեզ մոտ նմանատիպ ինչ որ ավելի սուր արմատներին կպնելու զգացողություն դիտարկում ես։ Ես երբեք իմ արմատներից ավելի պակաս կտրված չեմ եղել։ Երևի ամենաստրեսային հատվածը այս հարցի հետ կապված ես ապրել եմ հենց 20 թվականի պարտության օրերին, երբ որ բոլոր հնարավոր շարունակությունները այդ պարտությունից հետո տրամաբանական, որոնք որ առաջ դրվում էին, որ մենք հեսա որպես պետություն վերանում ենք, որ մենք հեսա թրքանում ենք, որ մենք հեսա ռսանում ենք, որ մենք այսինքն այդ նույն նարատիվները եւ խոսույթները, որոնք որ եղել են մինչեւ այդ եւ կշարունակվեն դեռ չգիտեմ ինչքան ինձ մոտ մի հատ այսպես որ ասում են սպիտակ էջ բացվեց, որ ոչ մի բան գրված չի ու դու այլևս ի վիճակի չես այդ ամբողջ ինֆորմացիան համադրես ու ստանաս մի բան, ուղղակի այդ ամեն ինչը ջնջվեց ու ես հասկացա, որ ցանկացած պարագայում ինձ չեն կարող մի օրում եւ ոչ էլ մի սերնդի
ժամանակահատվածում եւ ոչ էլ 3 պորտի ընթացքում իմ մեջից ջնջել հիշողությունը։ Դա չեն կարողացել անել 700 տարի, դա չեն կարողացել անել ցեղասպանությունից հետո, դա չեն կարողացել անել սովետի ժամանակ, դա չեն կարողացել անել նախաքրիստոնեական շրջանում։ Ու այդ հանգստությունը, այդ գիտակցությունից հետո, որ ինչպիսի կարգավիճակ էլ հիմա ձևավորվի ըստ աշխարհաքաղաքական ընդհանուր խաղաքարտերի արդյունքում, որովհետև այստեղ ազնիվ էլի լինենք մենք, տենց ամենավերջին տեղում ենք կարողանում հասկանալ ոնց պետք է արձագանքենք աշխարհի ընդհանուր քարտեզի ձևավորման ընթացքում մեր տեղը պահելու համար, եւ դա շատ բարդ է։ Մեզ տրվել միշտ եւ այդպես էլ շարունակվելու է այս խաչմերուկը դրա մասին է։ Այդ հանգստությունը, որ ավելի բարդ շրջաններ են եղել մեր պատմության ընթացքում, բայց մենք մեր արմատից չենք փոխվել, ինչ որ մի գերբնական ուժով ինքը փոխանցվել է եւ ժառանգությունը, եւ մշակույթը, եւ լեզուն, եւ հավատը, եւ արժեքները, հա։ Էլ չկա վախեր։ Անի, իսկ դու որպես տղայի մամա, ինչպես ես արդեն արձագանքում ես նույն աշխարհաքաղաքական քարտեզագրության հարցերին։ Ծառայելու է իմ տղան թե չէ բանակում, այո, ծառայելու է, որովհետև մենք չենք պատրաստվում ոչ մի բան այստեղ ծախենք եւ գնանք ուրիշ երկրում, ուրիշ քաղաքացիություն ստանանք։ Որովհետև ինքը այս երկրի, այս տեղի մարդ է։ Ծնվել, մեծանում եւ ես գոնե թե որպես իրեն ժառանգող փորձելու եմ տալ սերը տեղի հանդեպ, իսկ երբ որ դու մի բանը սիրում ես, դու չես կարող դա չպաշտպանել։ Հիմա ինքը դա կպաշտպանի գիտելիքով, դա կպաշտպանի ուժով, դա կպաշտպանի երգով, թե սպորտով, ինչպես կպաշտպանի, դա իր ընտրությունը կլինի։ Բայց ես իրեն փոխանցում եմ սերը։ Մակարավանքը 10-ից 13-րդ դար է թվագրվում ճարտարապետությամբ, զարդաքանդակների բազմազանությամբ, Գանձասարի, Աղթամարի եւ Բղենո նորավանքի վանական համալիրների եկեղեցիների շարքին դասվում։ Եկեղեցիները կարծես թե մեր մյուս վանքերի, տարբեր վանքերի կարծես թե համադրություն ունենան։ Օրինակ գլխավոր այս եկեղեցին Գանձասարի ճարտարապետական ոճն ունի եւ զարդաքանդակները նման են։ Գլխավոր այս եկեղեցու ետևի հատվածում եւս եկեղեցիներ։ Այս եկեղեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին է, ընդ որում Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1204 թվականին, ի տարբերություն Գանձասարի, որ կառուցվել է 1240 թվականին։ Գանձասարից ավելի հին է համարվում։ Այս եկեղեցին կրկնօրինակն է Անի քաղաքի Աբողամերենց եկեղեցու, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու եւ Եզակի եկեղեցի է, քանի որ ըստ ճարտարապետների հավաստմամբ նման եկեղեցիներ չեն կառուցել, որովհետեւ երկրաշարժի պատճառով ասում են շուտ են փոլ գալիս, խոնարհվում, մանավանդ շրջանաձև կառուցված եկեղեցիները քառանկյան հիմքի վրա եկեղեցին դառնում է շրջանաձև, այնուհետև 8 անկյուն բազմանկյունի եւ վերևի հատվածում արդեն գմբեթավոր կառուցվածքով ավարտում է եկեղեցին։ Բայց երբ որ մտնում ենք ներսը դառնում է խաչաձև։ Հիմա մենք ներսն էլ գնանք։ Այո, կարող եք մտնել ներս, տեսնել։ Շատ կարևոր նշանակություն ունի խաչքարը, որ տեղադրված է մատորի վերևի հատվածում։ Խաչքարը թվագրվում է 1204 թվական, ճիշտ նույն թվականը, երբ կառուցել են այս գլխավոր եկեղեցին։ Սակայն ինչ-ինչ պատճառներով խաչքարը կոտրվել է եւ 1953 թվականին հողի տակից են գտել խաչքարը։ Վերականգնման ժամանակ գյուղի ժողովուրդը մասնակցել է։ Այո։ Հա, դա պատմությունն է։ Խաչքարը պատահաբար գտել են տեղի գյուղի աշակերտները, թե հիմա արդեն մեծ մարդիկ են իրենք դարձել, 60-ից մարդիկ են արդեն դարձել։ Երբ մենք Մակարավանքում ենք, այնտեղ խաչքարի
հանման process-ի մասին էինք խոսում ու Անին նաև հիշատակեց, որ փաստորեն դուք էլ եք մասնակցել։ Դա խաչքարի պատմությունը կպատմես, ես այդքան լավ Քարի չեմ պատմությունը երեխեք ջան, հետևյալների։ Ամռանը, երբ որ ես 9-րդ դասանից տեղափոխվել եմ արդեն 10։ Անի պապիկը իմ եղբայրը, այսինքն այդ մեր աշխատանքային բրիգադը ինքն էր ղեկավարում։ Նույնիսկ ինքն էր ղեկավարում։ Ինքն էր ղեկավարում։ Ու առաջին մի ամիսը մենք զբաղվել ենք ընդհանրապես մակարավանքի հիմքերը հողից ազատելով ու թափած քարերը հավաքելով։ Հա։ Իհարկե մեր աշխատանքները կարգավորում էր մի ոտից կաղ մարդեր, վարպետ Միսակը, ընտիր վարպետ ասեմ։ Իմիջալոց ոսկեպարի այն եկեղեցին վարպետ Միսակն ա վերանորոգել։ Այն օրելի մեծ պատմություններ են գունավոր սարքում։ Այ այդ ամառը առաջի ամառը աշխատում ենք։ Երկրորդ հանձնարարությունը թափված ինչքան քարեր կար վանքից, ներքև ձորեր մորեր, ողքի անտառները երևի տեսել եք։ Հա։ Այդ քարերը պետք է հանայինք վերև, այս թեքությամբ։ Երկու են նասիլկա կոչվածը, փետի տախտակներով սարքած։ Երկու հատը մեխում ենք իրար, որ 4-ը տաղով կարենանք այդ քարերը հանենք։ Մեր էլ դե 10-րդ դասարան տեղափոխված ֆիզիկապես ամենանտիր ժամանակն է։ Լուրջ եմ ասում, ֆիզիկապես շատ լավ։ Մոշի թփերի մեջ հայտնաբերեցինք այն հսկա խաչքարի կեսը երևի, որը որ հիմի այն մատուռի վրա է։ Վերևին մատուռի վրա տնկած է։ Վարպետ Միսակը որպես մասնագետ ինքը հասկացա, որ էս հոп ուրիշ բան է։ Ու կանչեցին հնությունների կոմիտեից պաշտպանության, անդայից մասնագետ եկավ։ Ասես փղեք, հոպ, մակարավանքի պասպորտը գտել եք։ Կոստյան։ Եկեք սաղիթ պետք է նկարեմ։ Երևանի Մաշտոց փողոցում մենք ունենք փակ շուկան։ Ահա։ Հա։ Փակ շուկայի վերևի հատվածում ունենք զարդաքանդակներ։ Զարդաքանդակների այստեղի զարդաքանդակների մի հատվածը կեկնօրինակել են մակարավանքի ավագ խորանի ներքևի հատվածից։ Այս արտաքանդակների մասին էր խոսքը։ Հիշացիր։ Հա, փակշուկայի վերևի հատ։ Տեսեք, գրված է երիտասարդ նավակի մեջ ձեռքին մուրճ։ Երիտասարդը սովորաբար երբ որ բառը բացում են, լինում է 3 եւ 10։ 30 լրացած անձ։ Այսինքն մեր ճարտարապետը 30 լրացած անձն է։ Երևանում պատարակների ժամանակ հերթ է լինում, այստեղ իհարկե բնակչությունը այդքան շատ չի, ինչքան Երևանում է, բայց ամեն դեպքում Կիրակի օրերին եկեղեցիներ կան, որտեղ այնքան հերթ է լինում, որ մտնել հնարավոր չի լինում, նստելու տեղ չի լինում։ Այստեղ ինչպես է Կիրակնորիա պատարակների ժամանակ։ Կիրակնորիա պատարակները մատուցվում են այստեղ։ Ես իմ ընտանիքով գալիս եմ, երեսկին եմ եկչուի է, իմ երեխաները խորանում են ծառայում, տղաներս երեսկինը ներքևում եկչախմբի հետ, իսկ պատարակների մասնակցությունը կախված է նախ եւ առաջ եղանակից, նախ կտրված է ինքը վանքը կտրված է գյուղից, եղանակից եւ տոնական օրվա միջոցառումից։ Եթե տոնական օրվա միջոցառումներ են, ձեր ասած վանքի մեջ տեղ չկա, շատ են գալիս, թե տարբեր մարզերից, թեմերից, թե գյուղից, Տավուշի մարզից, թեմից, բայց սովորական օրերին գալիս են քիչ, ամեն շաբաթ ներքևում Սուրբ եկեղեցի ունենք, նոր է կառուցվել, այնտեղ պատարակներ ժամերգություններ ենք մատուցում, այնտեղ գյուղի հավատացյալներ գալիս են արդեն։ Հա, արդեն մոտ է, գալիս են, արդեն խնդիր չկա բարձրանալու։ Նաև այս ծիսական արարողություններ են կատարում։ Տարեստարի տեսնում եմ մեր ուխտավորների, հավատացյալների ներկայությունը վանքում։ Ավելի շատ, այո, իհարկե։ Եթե այն ժամանակ ճանապարհի նաև բացակայության պատճառով մարդիկ չեն կարողանում գալ, ներկա լինել, հիմա գալիս են եւ Փառք Տիրոջը, որ նաև արարողությունները, Սուրբ Պսակադրություն կլինի, Սուրբ Մկրտություն, նաև հեռու շրջաններից են գալիս։
Տեր հայր մի պրովոկացիոն հարց պիտի ես պահին տամ, որքան ավելանում է մարդկանց հոսքը եկեղեցի, այնքան զուգահեռ ավելի շատ խոսվում է այն մասին, որ ինչ որ առումով մարդկանց մոտ արհեստական է դարձել ձգտումը դեպի եկեղեցի։ Իրականում դուք տեսնում եք, որ երբեմն մարդիկ ավելի շատ ուզում են ցույց տալ, քան գալիս են, թե իրականում դուք լինելով ներսում, տեսնում եք, որ ամեն մարդ իր հոգևոր ճանապարհն է գտնում դեպի եկեղեցի։ Աստվածաշնչում շատ կարևոր պատմություններ կան, որտեղ երբ որ հասարակությունը մեղադրում է որևէ մեկին եւ Քրիստոսին իրենց մտքում ասում է տեսնես գիտի ինքը ով է, որ իր հետ զրուցում է, հա, եւ Քրիստոս ասում է իր մեղքերը կներվեն, որովհետեւ ինքը ուժգին սիրեց, եւ հասարակության համար դա դարձավ անհասկանալի։ Շատերը երբ որ գալիս են եկեղեցի, հասարակության մեջ կարող է լավ մարդ կամ լավ քրիստոնյա չլինեն իրենց կերպարով, այդպես հասկանանք, բայց երբ որ առանձին զրուցում ես այդ մարդու հետ, որպես հոգևորական, տեսնում ես, որ հոգու ճիչ ունի։ Եվ ուզում եմ, որ Աստծո հետ այդ երկխոսությունը լինի հենց եկեղեցու մեջ։ Դու երբևէ մտածել ես արտերկրում ապրելու մասին, թե միշտ քո արմատները այստեղին կպած ես պատկերացրել ու նաև քո շարունակությունը այստեղին կպած ես պատկերացրել։ Գիտես, ինչ կարգի դա չի եղել երբեք այդ միտքը, նախ որովհետև եղել է միշտ մեղադրական բոլոր գնացողների ուղղությամբ։ Հետո է իհարկե դա էլի տարիքի հետ հասկացել եմ, որ ոնց որ պետք է հանգիստ վերաբերվել էլի մարդկանց ընտրություններին։ Եվ հիմա էլ չկա ու հետո էլ չի լինելու ու կարիքը չեմ տեսնում, որովհետև ես այստեղ եմ տանը, որովհետև իմ հիշողությունը այստեղ է եւ որովհետև ինձ այստեղն է հիշում, որովհետև ես սրտացավություն չունեմ Փարիզի փողոցներում նետված աղբի հետ կապված, բայց ես շատ մեծ զայրույթ ունեմ, երբ որ այդ աղբը տեսնում եմ Երևանում։ Ես կգնամ արդյոք կարիերայի հետ կապված մեկ այլտեղ ինչ որ ժամանակ, իհարկե կգնամ, բայց դա երկիրը թողնելու մասին չի։ Երկիրը թողնելու օրինակները մենք գիտենք ինչպես են լինում, հա, այդ ամեն ինչը ծախել էստեղ ունեցած չունեցածը եւ անժամանակ անհայտ գնալ, չունենալով երկար ժամանակ հասցե ու քաղաքացիություն, դա բացառված է, ես ունեմ իմ տունը, ես ունեմ իմ քաղաքացիությունը, ես ունեմ իմ տեղը այս մեծ արևի տակ։ Ոնց կարամ ես դա փոխարինեմ ինչ որ մեկ բանի հետ, կամ ինչի հետ եմ փոխարինում, ինչի հետ որ կարող եմ փոխարինել, ես դա կարող եմ առանց իմը հանձնելու ունենալ։ Եթե խոսքը զարգացումն է, եթե խոսքը կարիերանն է, դրա համար կարիք չկա այստեղ ինչ որ բան հանձնել, թողնել, լքել, հեռանալ դրանից։ Զարգացումն ու կարիերան, չգիտեմ, օրինակ նույն երեխայիդ պարագայում այստեղ ես տեսնում, թե ամեն դեպքում հնարավորությունները ավելի բաց ես համարում դրսի։ Իհարկե ավելի բաց եմ համարում ամբողջ աշխարհի համար։ Դու ճիշտ ես ասում, կարող է թվում է, որ ես իմ արժե համակարգով հակադրությունների մեջ եմ, բայց ես համադրում եմ, այսինքն ծառը ունի արմատ, բայց ունի եւ տերևներ, որոնք որ ձգվում են դեպի երկինք։ Բայց ինքը ամբողջական է եւ համադրելի է, հա։ Բնականաբար աշխարհն էլ բաց է։ Բայց դա երբեք չի նշանակում, որ քոնը ուրանում ես, քոնը լքում ես եւ քոնը թողում ես։ Ընդհակառակը ես իմ ժամանակին գիտեի, որ եթե ես դուրս եմ գնում, ես գնալու եմ ինչ-որ ավելին վերցնելու համար, որը որ կներդնեմ այստեղ, իմ տղեն արդեն այս տարիքում գիտի, որ երբ որ ինքը եթե ինքը գնա ինչ-որ միտեղ, ինքը գնալու է ինչ-որ բան բերելու համար։ Անի, իսկ օրինակ մասնագիտական տեսանկյունից այստեղ գալիս եմ մի կետ, երբ դու հասկանում ես, որ ինչ որ մի պահի գնում ես առաջ եւ դեմ ես առնում ինչ որ պատի, այսինքն հնարավորությունները սահմանափակ են։ Հո իհարկե մենք փոքր երկիր ենք, փոքր շուկա ենք եւ շատ տեսանելի է այդ սահմանափակումը
ինչի մասին է խոսքը։ Ինչ որ բահերի քեզ սպառվածքում ես։ Հա, եւ ինքնախապեյություն կլինի, եթե դու դա չզգաս։ Որովհետեւ եթե դու ունես մեծ ամբիցիաներ, ակնհայտ կհասկանաս, որ մի քանի կիլոմետր են կողմ սահմանը ավարտվում է եւ քեզ ոչ մեկ էլ չի ճանաչում։ Բայց դա միշտ հետաքրքիր է, որովհետեւ դա քո մեջ առաջացնում է ավելի շատ աշխատելու մոտիվացիա, վառելանյութ է ծառայում։ Ու ես կարծում եմ, որ կարելի է համաշխարհային արժեք ստեղծել եւ կարելի է լինել համաշխարհային եւ կարելի է տալ աշխարհին արժեքներ լինելով այստեղ։ Մենք ունենք ախր այդ օրինակները։ Այս վերջերս ես ու Համլետը միջոցառումն էինք վարում Հենրիխ Մխիթարյանի Փյունիկ վերադարձի։ Գիտես մեզ համար այդ մարդու օրինակը ինչքան sense փշաքաղեցնող էր։ Այսինքն ինքը գնաց, ինքը փորձ արեց, ինքը իր անձի ամբիցիաները բավարարեց, ինքը հասավ ամենա այն իր երազանքի փոքր Հենրիկի ակումբները, բայց ինքը հետ եկավ տուն։ Համասյանը ծնվել մեծացել է ու սովորել է դաշնամուր նվագել Գյումրիում։ Բայց ինքը շրջագայում է ամբողջ աշխարհում, ոչ թե որպես հայ համայնքի ներկայացուցիչ, այլ ինքը տալու բան ունի ամբողջ աշխարհին, համամարտկային արժեք ունի տալու։ Ոնց կարելի է կույր լինել այդ օրինակները չտեսնել ու ասել, որ ինչ որ մի բան համաշխարհային ստեղծելու համար կամ արժեք ստեղծելու համար քեզ պետք է անպայման գնալ, կտրվել, լքել, գնալ պետք է, ճանաչել պետք է, բացահայտել պետք է, ճամփորդել պետք է։ Բայց դա եւ լքելը եւ կտրվելը եւ հրաժարվելը հավասար չեն, դրանք լրիվ այլ բաների մասին են։ Եվ կապել հաջողությունը նրա հետ, որ դու ինչ-որ բանից պետքա հրաժարվես, ինչ-որ մի տեսակ զոհի հոգեբանություն կա այդտեղ։ Դու քեզ հաջողակ ու ինչ-որ բաների հասած մարդ համարում ես, քո հայացքը քեզ ինչպիսին է։ Ես երկորյակ եմ։ Իմ հայացքը ինձ լինում է եւ գերագնահատված եւ թերագնահատված եւ կարծում եմ դա այն առողջ տեսանկյունն է, որին ես կարող եի հասնել, չունենալ բացարձակ ընկալում եւ տեղ տալու նոր բան փորձառելու համար եւ քննելու անընդհատ եւ այդ ներհայացողությունը արթուն ու կենթանի պահելու համար։ Շատ հարցերում ես համարում եմ, որ ես ավելի քան հաջողակ եմ։ Շատ հարցերում ես մտածում եմ, որ ես ուշացել եմ երևի։ Շատ հարցերում։ Օրինակ դրսում ուսում ստանալու հետ կապված։ Հետո հասկանում եմ, որ ես հիմա էլ դա կարող եմ այդ բացը լրացնել, բայց պահիտակ նայում ես, ասում ես, թե բայց 33 տարեկան ես, սա կարող է 23 տարեկանում արած լինեիր։ Բայց մյուս կողմից նայում ես, ասում ես 33 տարեկան ես ու ունես 8 տարեկան տղա։ Ու երբեմն ասում են Տեսլայի մաման, ոչ թե ասում են Անի տղեն, այսինքն դու հասկանում ես, որ ինչ որ տեղերում դու հաջողել ես, ինչ որ տեղերում դու կարող ես բաց ես թողել, բայց դա է կյանքը, ես չեմ դրամատիզացնում այդ ամեն ինչը, այնքան հաշտ եմ բոլոր կերպերի հետ, որոնց հետ առնչվում եմ, որոնց հետ առերեսվում եմ եւ որոնց միջով անցնում եմ։ Երբ որ ես գնացել էի Տիբետ մի ամիս առաջ, հոպարը տեսա, որ ես ընդեղից քարեր եմ բերում, ասաց թե փոխանակում եմ։ Արևմտյան Հայաստանից վերած քարերը, բայց ես Տիբետին տվել եմ ծնունդին։ Եկել եմ Արևմտյան Հայաստանին տալ։ Ասես ես քարը ստացի Տիբետի, բայց ես գալու եմ իմ քարի հետևից, ասի խնդրեմ։ Դեմի քարերը կտամ ընդհանուր իրան, թողանին ջոգի։ Ես իրան կասեմ, սա կոնկրետ ինքը որտեղից։ Կճուճի պռում կնա, հենց սկիզբն է կճուճի սկիզբն է։ Ասի Ժողովուրդ ջան, դուք էլ վկա, ես Էրզրումում քար չեմ մանեկել։ Ինքը եկել է իմ ոտին ակապել։ Ասում է հետը տար, թե բա։ Ես պտիկ տանեմ։ Լավ, սա եմ վերցնում։ Հասկացա, ես դու ընտրեցիր Արածանից քար։ Բայց որտեղ։ Սրան գովանալ լճից են։ Չէ, հետ եմ փոխում, Ոչ կուզես անիր։ Էս եմ վերցնում։ Էսա ես բերել էի հոպարին բանից, Տիբետից։ Սա դիլը արեցինք։ Գործարքը Թրամփի ասած գործարքը եղավ։ Գործարքը եղավ։
Հայաստանի մարզերում կյանքը այսպես եռում է, իսկ երեխաների ձեռքին գնդակ է եւ ոչ թե սմարթֆոն։ Իսկ դուք բաժանորդագրվեք Monk 3-ի YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք, թե Հայաստանի որ անկյունում ենք լինելու հաջորդիվ։